Հայկական հիմա իմ համար կինոն ու սերիալները ունեն մի հատ ամենամեծ խնդիրը, որ մարդ նայում է ու չի հավատում։ Դրա համար ինքը որպես զրիցել է նայում, ինքը չի մտնում մեջ։ Առաջին գաղափարը, որ տես մինչև հիմա փորձում եմ առաջ տանել, որ հավատա դիալոգին, հավատա սցենարին, հավատա սցենարիստին, դերասանին։ Բայց որ մեկի հետ կապված տես քրիտիկա կար, որ դուք ասում եք կինոդարանում տես մենք լավ սերիալներ ենք փորձում նկարենք, բայց նույն կրիմինալ աշխարհի ռոպագանդա նկարը։ Նույն Netflix-ին հետաքրքիր է ուրիշ կուլտուրան։ Ինքը մի չի ասում նկարի Ամերիկայում ամերիկացիների մասին։ Ավելի շատ մեր կուլտուրան է իրանց հետաքրքիր, քան թե որ ես նկարեմ հայ լինելով իրանց կուլտուրայի մասին։ Օրինակ այդ շատ հետաքրքիր է թարգմանության մեջ, էլի որ կինոն թարգմանությունը ռուսերեն կոնտեքստային փոփոխություն են անում, որ այս տարածաշրջանի լսողը հասկանա։ Ուղիղ լնելն էլ է Հայաստանում տարօրինակ։ Ես նոր եմ սովորել, մի 5 տարի է սովորել եմ։ Ասեմ այն ինչ որ մտածում եմ։ Դժվար է ինքը, վտանգավոր է շատ այն մարդու համար ով է տանում, հա, որտեվ զգում ես որ չեն սիրում քեզ։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդկասթի հյուրն է կինոդարանի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը։ Ռաֆայելի հետ զրուցել ենք կինոյից, մշակույթից, այսօրվա մեր հասարակությունից, Հայաստանում հաճախ հանդիպող խնդիրներից, կրոնից, մենտորշիփից, OnlyFans-ից եւ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք լայք կոճակը եւ եթե հավանում եք այն ինչ որ մենք անում ենք, մեր ոդկասթին ֆինանսապես կարող եք աջակցել Patreon-ի միջոցով։ Շատ շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր դա արդեն անում են։ Անկախ նրանից, թե ինչ տարիքում եք, կուտակելը երբեք շուտ չէ։ Հայաստանում ծնելիության անկման եւ բնակչության ծերացման պատճառով պետական կենսաթոշակները բավարար չեն լինի։ Պարտադիր կուտակային համակարգը ապահովում է, որ ամեն ամիս մի մաս ֆինանսներից ուղղվի ապագայի համար։ Ամունձի Ակբան Հայաստանում ավելի քան 10 տարվա փորձով այս մեխանիզմը դարձնում է թափանցիկ եւ արդյունավետ։ Նրանք ունեն 3 տարբեր ֆոնդ՝ պահպանողական, հավասարակշռված եւ կայուն եկամտային։ Ամունձի նոու-հաուն, որ ունի 100 միլիոն հաճախորդի վստահություն, ապահովում է մասնագիտական կառավարում։ Ընտրեք ձեր ռիսկի ախորժակին համապատասխան ֆոնդ։ Գնացինք։ Ռահո ջան, ո՞նց ես։ Ֆանտաստիկ։ Չհաշված որ առավոտ 7-ին եք նկարում։ Առավոտ 7-ին։ Հա։ Դե բանը ես ժամը 4-ին արթնանում եմ, մի հատ սառը ջրի մեջ եմ մտնում, հետո գնում եմ երկրորդ ընտանիքիս մոտ, դրանից հետո մի հատ մարաթոն եմ վազում ու հետո ոդքասթ եմ նկարում։ Եկել եք պրոստը իմ տունն եք նկարում։ Ոնց է գործերը։ Վայ, որ ասում է գործերը գնում են լավ, բայց չգիտենք ուր, հիմա այդ է էլի։ Հիմա ինչ պրոյեկտներ ես անում։ Հիմա կինո։ Որը։ Կինո, սերիալ։ Դե հենց հիմա չիլներ եկել ձեր մոտ։ Հա, նավեկը։ Հա, Պատմեց, որ իրար հետ սերիալ ունեք։ հա, տենց ահա որ զարմացրեց չիլը։ Դերասանական առումով էլի։ Հա։ Չիլը տենց շատ ուժեղ զարմացրեց, որտեվ այնքը շատ համապատասխանում էր այն ինչ մենք գրում էինք ու մենք տենց սկզբից սկսեցինք իր մասին գրել ու իր համար գրել։ Բայց որ ռեկ տվենք, ոնց ճոգենք որ տենց ինքն է ու ինքը աշխատել է շատ բացի բոքս պարապել է էլի։ Հա։ Զգում ես որ մարդ հասկանում է կինոյից, մարդ հասկանում է էմոցիայից, որովհետև կինոն առաջին ինչ է, կինոն էմոցիա է։ Կինոն երաժշտություն է, էմոցիա։ Մենք ծախում ենք էմոցիա։ Առեք մեր էմոցիան։ Իսկ ոնց որոշեցի որ ուզում ես հետ գաս Հայաստան սերիալ ու կինո նկարես։ Լոնդոն էր, չէ՞, հագին ժամանակ աշխատում։ Հա։ Լոնդոնի ամուսնաց է, դաս կարելի ասել։ Լսի 18-ին եմ հետ եկել, 18-ին եմ հետ եկել ընտանեկան պատճառներով։ Դա մի հատ մեծ պրոյեկտ ունենք, տեղակ էս Mask Factor-ը, որը շատ հավեսով ֆակապարինք։ Բայց լիքը բան սովորեցինք։ Հասկացանք տեխնոլոգիաները առաջինը։ Հետո փրկվեցինք, որ տենց ահագին NFT ծախեցինք, տենց համաշխարհային մամուլը մեր մասին էր խոսում, որ հայկական սերիալը տենց լիքը NFT-ա ծախել։ Հա։ Այդ մինչև հիմա կա, որ մտնես նկարներն այս, չեմ հիշում ես թե չեն սատիրիկ նկարները որ կար։ Հա, հիշում եմ։ Հա, տենց Հայաստան մի պահ տենց ահագին մարդ խոսում էր այդ սերիալի մասին։ Նու այն ինչ որ դուք անում եք նախ։ Տենց հավես էր շատ։ Արի անու դնենք հավես ժամանակներ էր։ Հավես իսկ այդ NFT առնողները ինչ ավ իրենց կորցրին, հա, իրենց փողերը։
Չէ, լսի, մարդիկ ունեին, որ վերավաճառեցին, տենց մի 6-7,000 $, ամեն առածից գումարը աշխատեցին նույն Արման Աթայանի աչքը լույս, հա, Արլոպահի։ Հա։ Բայց ընդհանուր NFT շուկան ընկավ մեռավ կրիպտոյի մեռնելուց հետո, հա, ինչպես սպադեր կրիպտոյի NFT։ Դա NFT ժամանակը էլի չի եկել, այսինքն NFT-ի համար պետք է տեխնոլոգիաները զարգանան ու համակարգիչները ուժեղանան, որ NFT-ն իմաստ ունենա ընդհանրապես։ Դա վար չխորանանք հին ժամանակները։ Okay. Հետո գնացիր կինոդարան։ Հետո, չէ, հետո ստրես տարա, sense լավ ուշեղ տես մի տարի։ Հետո կինոդերանից սկսեցինք աշխատել ու գաղափարն էր, որ անենք նես պրոյեկտներ, որ մարդիկ ոչ թե նայեն, այլ մարդիկ հավատան։ Այսինքն ինչն է տարբերությունը։ Լսի, հայկական հիմա իմ համար կինոն ու սերիալները ունեն մի հատ ամենամեծ խնդիրը, որ մարդ նայում է ու չի հավատում։ Դրա համար ինքը որպես զրիցել է նայում, ինքը չի մտնում մեջը։ Ու հենց առաջին գաղափարը, որ տես մինչև հիմա փորձում առաջ տանեմ, որ մարդ ինչ նայում է մեր մոտ, հավատա դրան։ Հավատա դիալոգին, հավատա սցենարին, հավատա սցենարիստին, դերասանին։ Այդ օրգանիկան է։ Ու տեղեր կա, որ օրգանիկա պետք չէ։ Գիտա ֆանտաստիկ կինո ունենք, հա։ Իրա մեջ օրգանիկա տեղեր կա, որ вообще պետք չէ, տեղեր կա, որ շատ էր պետք։ Բայց մարդիկ հավատան։ Օրինակ հիմիկվա նույն դեմ նեղացնեմ ոչ մեկին, բայց ստիպված եմ, ասենք հիմիկվա նույն կոմեդիաները որ գնում, ասենք 20 տարի առաջ ոնց գրում էին, նույն ձե շարունակում են գրել։ Նույն սեքսիզմը մեջ, նույն հոմոֆոբիան մեջ, ոչ մի բան չի փոխվել։ Այսինքն կինելի խոհանոցում է ու այն ինչ որ դու լսում ես, չես հավատում, որ ժամանակները փոխվել են ու մարդիկ են փոխվել։ Հա։ Իսկ մարդիկ փոխվել են։ Կամ մարդկանց մեծամասնությունը լավ ունեմ 400,000 մարդ կա հիմա, որ պատրաստ է լավ կոնտենտի։ Հա 400,000 ես չգիտեմ 400,000 կա թե չէ, բայց մի 200,000 իմ կարծիքով հաստատ կա։ 200,000 հաշվել ես։ Հա, հատ սաղի հետ խոսացել եմ, 270-ի հետ ոդկաստ եմ արել։ Չէ, ինչ եմ ասում, որովհետև ռի-ռենջով այդքան մարդու հետ առնչվել ենք ինչ որ մի չափով, էլի աուդիտորիայի մասով ու այդտեղից կարող եմ ասեմ, որ հաստատ այդքան մարդ կա, որոնց չի բավարարում այն կոնտենտը, որ Հայաստանում ստեղծվում է, մասսայական կոնտենտը, կլինի սերիալներ, ֆիլմեր, հաղորդումներ, այդ մարդկանց այդ չի բավարարում։ Իրանք ստիպված նայում են ռուսական կամ անգլերեն կոնտենտ, բայց եթե լավ հայերեն կոնտենտ լիներ, մեծ սիրով կնայեին։ Ամեն օր մենք օգտվում ենք տարբեր on-line հարթակներից։ Մի քանի անգամ մուտք են գործում մեր բջջային հավելվածները, կատարում գործարքներ։ Այժմ ամեն գործարք դարձել է առավել անվտանգ եւ արագ IMID-ի հետ։ IMID-ով դուք կարող եք գրանցվել եւ դառնալ հաճախորդ մի շարք հաստատություններում ընդամենը մեկ հպումով, առանց երկար հերթերում սպասելու։ Կարող եք մուտք գործել տարբեր հարթակներ առանց մուտքանունների եւ գաղտնաբառերի։ Առավել հեշտ եւ անվտանգ։ Վայրկյանների ընթացքում հաստատել եւ կատարել գործարքներ, ստորագրել փաստաթղթեր ձեր իսկ սմարթֆոնով լիարժեք իրավական ուժով։ Ձեռք բերեք ձեր IMID-ին ձեզ սպասարկող բջջային օպերատորի մասնաճյուղերից։ IMID ձեր թվային համաբանալին։ Մանրամասների համար սկանավորեք QR կոդը էկրանին կամ այցելեք imid.am վեբկայք։ Մենք հիմա ազգուճի վրա ենք շատ մեծ ստավկա դրա, որովհետև վերջերս շփվում եմ լիքը մարդկանց հետ ու 18-ից 22 տարեկանների մոտ սերունդ կա, որ ոչ նորմալ գիտեն անգլերեն, ոչ նորմալ գիտեն ռուսերեն։ Հաստիված հայերեն պիտի միակն են։ Հա, ու պետքա, քանի որ սիրում եմ կինոներ շատ, մանկուց սիրել եմ, երևի ես զբաղվում եմ սիրած գործով, սիրած խոբին դարձել եմ իմ գործը, հա։ Ու ես ուզում եմ տարածեմ իմ խոբին սա Հայաստանի վրա, որ սա սիրեն կինո, հա։ Դրա համար պետքա հիմա սկսել ենք արդեն թարգմանություններ անել, ու էլի փորձում ենք օրգանիկ անենք։ Այսինքն վերցնում եք ռուսերեն կամ անգլերեն ֆիլմը, առնում ենք ֆիլմերը, թարգմանում եք, դնում եք կինոդարան։ ենք անում, դնում ենք կինոդարանում։ Այս վերջերս արեցինք Brad Pitt-ի մեկ է Դիկապրիոյի կինոն։ Однажды в Америке։ Չէ, Что гложет Գիլբերտ Գրեյպը։ Հա։ Որ Դիկապրիոն երեխա է, աուտիզմով հիվանդ երեխա է խաղում։ Ու այդ հին ֆիլմը։ Շատ հին ֆիլմ։ Շատ լավն է։ Հա։ Դե ֆիլմեր կան նաև, որ ժամանակ չկա, այսինքն դա էլ չէ խնդիր, որ մարդու հետ նայում, կինո ես ասում են կինոկարս ուղարկես, ռա դու կինոներից հասկանում ես։ Ասում ես ինչ կինո, ասում եմ թազա։ Ասում թազան ո՞րն է։ Թազա կինո ուղարկել է ո՞րն է, այսինքն որ 2000 թվի կինո ունի, չուղարկեմ քեզ։ Այդ էլ է կինոն պիտի մարդկանց մեջ տենց սրսկեն, որովհետև ինքը համպետության համար շատ կարևոր բան, որովհետև soft power-ը ամենակարևոր
ամենահեշտ ու մատչելի ձևն է, հա, կինոյով ագիտացիա անելը լավ բաները երկրի։ Հա, բայց կինոդարանը պետությանը աշխատում է։ Կանդանը ոչ մեկ չի աշխատում։ Չգիտեմ չեն գալի դες փող տալի ասում ես թեմայով կինո կնա։ Շատ լավ կլներ։ Այս թեմայով ինչ ասենք որ չկեղտոտենք Հայաստանը։ Հա, օրինակ դրա համար։ Շատ լավ կլներ որ գային փոխտային, ասեն վերցրեք կինո նկարեք։ Մեծ հաճույքով կվերցնենք այդ գումարը, եթե դրա մասին լիներ կինոն, էլի։ Հա։ Որտեղ չգիտեմ, մեր սերիալներում մենք փորձում ենք ամեն սերիալում մի հատ արժեք դնենք, որը կարևոր է շատ, օրինակ։ Սուրբ 2-ը, Սուրբ 1-ը կրիմինալ կինո էր, հա, ինքն վերադարձի ակունքներն էր, Սուրբ 2-ը վերցրեցինք вообще ուրիշ բան արեցինք։ Բայց Սուրբ 1-ի հետ կապված այդպես քրիտիկա կար, որ դուք ասում եք կինոդարանում այդպես մենք լավ սերիալներ ենք փորձում նկարենք, բայց նույն կրիմինալ աշխարհի ռոպագանդա նկարը։ Բայց դու չես լսում հետո ինչ արեցինք մենք։ Սուրբ 1-ից հետո այդ փողը աշխատեցինք, նկարեցինք 84-ի ամառը։ Այ որ նայր կիմանայր 84-ի ամառը ինչա։ Երկու տարեց տղամարդկանց պատմությունը, ովքեր road movie այնքը, երկու մարդու մասին, ով ճանապարհ են գնում ու ֆլեշբեքներով տեսնում ենք թե իրանց ժայռությունում ինչ ա եղել։ Նկարեցինք շախմատիստը, նկարեցինք 11, այսինքն Սուրբ 1-ը մեր համար, Սուրբ 1-ը բուստ էր մեր համար, որ մենք փող աշխատենք, որ կանենք նկարենք հանրային տարածվի։ Հա, դա մարքեթինգը մեր լավ աշխատած, որ հանրային տարածվի։ Ինչպես կարևոր խաչակնքվում ես բացում է։ Չես իմաց, հա։ Կարախսով խաչակ ընկվում էր, ծրի բացում էր որ նա էր։ Այդ նայողներից է լիքը մարդ գիտի, հա։ Այդ մարքեթինգն էր, էլի։ Չէ, Սուրբ 2-ը մենք вообще ուրիշ բան արեցինք։ Ինչ նկարեցիք։ Նկարեցինք արդեն պատմություն մի մարդու մասին, ով ունի իր խնդիրները ու փախանք այդ կրիմինալ գողական խոսակցություններից։ Հիմա նկարում ենք Սուրբ 3-ը, որ փագենք Սուրբի թեման։ Հա։ Այլ շահագործենք ու կապում ենք Սուրբ 1-ը Սուրբ 2-ի հետ։ Այսինքն ինչ կապ ունեցա այն մեկի հետ ու փագենք դրիվես թեման։ Որտեղ մենք արդեն հասկանում ենք մեր ճանապարհը, որտեղ արդեն 6-րդ պրոյեկտն է ու արդեն մասան ձևավորում է մեր մոտ։ Արդեն մենք հասկանում ենք մեր լսարանին ու հասկանում ենք մեր լսարանը ինչ է ուզում։ Բայց նկարում եք լսարանի համար, թե նկարում եք որ լավ բան նկարեք։ Այ նկարում, նայ, լավ հարց տվեցիր։ Նկարում ենք լսարանի համար ու գիտենք մեզ որ լսարանն է պետք, որ մենք շատացնենք։ Հա, այսինքն կոնկրետ գիտեք ինչ եք ուզում նկարեք ու գիտեք այդ մարդիկ ովքեր են որ գնային ու ուզում եք իրանց հասնեք։ Հա, ու մեծացնենք։ Հասկացա։ Մեծացնենք, որտեղ նույնը 11-ը, չգիտեմ, կտորներս ներևին նայել, հա։ 11-ից հա ահագին նայել։ Հա, սոցիալ մեդիա տեսած գնաց, որ մարդիկ post էին անում։ Այն մեր համար կարևոր է հասնենք այդ մարդկանց, որտեղ եթե այդ մարդիկ նայեն, իրանց հետևից լիքը մարդ է կնայի, հա։ Հա, օրգանիկան, չգիտեմ։ 11-ը ահագին օրգանիկ տարածվեց ու տարածվեց նաև իօքուտ ինձ թվում է ինչ որ ինֆլուենսերները, որոնք խոսում էին դրա մասին լավ առումով։ Բայց խոսում են, որ մարդիկ օրգանիկ են խոսում, մարդիկ են, որ եթե տեղ ունենաս մեջ է, դու ստավկեք չես անամ, չէ՞, ասենք դա մի հատ կտոր կա, որ սոսը դատարանում խոսում է։ Մարդիկ սերեն իրեն, որտեղ ինքը օրգանիկ է։ Հա։ Թորներին Սոս Ջանեբեկյանը մեր սիրելի, բայց որ մարդիկ ասում են 11-ը, ասում են սոսին, մեկը ասում են, որ ինքը օրգանիկ է, չեն ասում մենակ սոսին, իսկ դա կարևոր է, շատ իմ համար։ Որտեղ ասում եմ եկած օրից ես ուզում եմ, որ մեր սաղ սերիալները լինեն օրգանիկ, կապ չունի ինքը ֆանտաստիկ է։ Իսկ դրան ո՞նց ես հասնում։ Քանդելով սաղ ինչ որ կա։ Քանդելով։ Օրինակ ոդկասթում շատ թեմաների մասին ենք խոսացել, որ այդ չի ստացվում Հայաստան որակով անել, որովհետև երբեք չի արվել ու չկա ոչ մասնագետներ, ոչ մասնագիտական պատմություն կոպիտ ասած այդ լավը անելու։ Կինոյի մեջ ոնց է, ասենք կամ լրիվ նույնն է, չկա բացարձակ։ Նայ մասնագետներ ասած արի հասկանանք, հա։ Մասնագետներ ով արել են սիթքոմներ, մասնագետներ որ արել են այն կոմեդիաները, որ ես քեզ նոր ասացի, ինչի ես չեմ հավանում իրանք, մասնագետներ ով արել են լուրջ կինոներ, որը գրոտեսկ նայում ես, ուզում ես մեռնես տունը։ Ասենք ես չեմ ասում այդ լավը կամ վատը, բայց մենք հասկանում ենք, որ մարդիկ պատրաստ են նենց բանի, որ սա հիմա արտասահմանյան կինոներում նայում են, այն մա չկա հավատալու։ Դու նայում ես Game of Thrones-ը, դու մտնում ես այդ աշխարհի մեջ, ինքը ֆենթազի է, չէ՞, այսինքն։ Նույն Lord of the Rings-ը դու մտնում ես մեջ, դու սկսում ես տենց խոսալ։ Դու հիմա կարաս նայես sitcom ու մտնես այդ sitcom-ի մեջ։
իմ մոտ անգամ ցանկություն չի եղել սիտկոմներից ինչ որ մեկը միացնեմ, եթե ճիշտն ասեմ։ Օրինակ Կարքին սերիալը չես նայել։ Ես նայել եմ Կարքինը մանկության Կարքինը ուրիշ էր, Կարքինը ոնց ասեմ 90-ականների 2000-ականների երևի ամենաստացված պրոյեկտներից մեկն է։ Մինչև հիմա ամենաստացված պրոյեկտն է Կարքին սերիալի մասին է խոսքը սիտկոմի ժանրում։ Հա դրանից հետո շատ քիչ պրոյեկտներ։ Հորինում ենք, տես քո հարցի պատասխանը։ Մենք հորինում ենք։ Հիմա դժվար է որն, այսինքն եթե մենք լինենք Ամերիկայում, նա չի Ամերիկայում, սցենարիստները շատ են։ Խնդիրը որն է, օրինակ եթե Կարքինի վրա գնանք, էլի Կարքինը օրինակ շատ սկեչեր կար մեջը, օրինակ չգիտեմ որ նստած էր կոքի ուռում են։ Կարքին սերիալը։ Չէ, բանը Կարքին հաղորդումը։ Ես սերիալից եմ ասում, բայց օքեյ։ Բանը մարդիկ ասում են խեք դուք էդի ռոպագանդա, բայց այդ իսկական էր։ Չգիտեմ, հա, սաղս տենց մարդկանց տեսել ենք մեր հայաթում փոքր ժամանակ, էլի։ Օրգանիկ էր։ Հա, դրա համար են ինքը աշխատում։ Ոնց որ հավատում էր դրան, հնարած չէր։ Ոնց որ նա սենց է, էլի, ինձ թվում է գիրքը գիտես, այդ սիմուլակրան ու սիմուլյացիան։ Կարքինը իրականության սիմուլյացիա էր։ Հա։ Ինչ որ դրանից հետո եկավ սիմուլյացիայի սիմուլյացիան էր։ Դրա համար արդեն ոնց որ Պարոդիա, գրոտեսկներ։ Հա։ Դրա համար իշքան գնում է ու էդի շատանում է։ Հա։ Դրա համար մենք հիմա ջարդել ենք մեր համար սաղ, այսինքն մենք չենք նայում կողք։ Մենք չենք նայում կոնկուրենտներին, մենք չենք նայում ինչ արտադրում, մենք պրոստը մեր համար հորինել ենք մեր աշխարհը։ Օրինակ մեր երկու սցենարիստներ լրիվ ուրիշ մասնագիտությունից վերցրել ենք, բերել ենք, դարձրել ենք իրանց սցենարիստ։ Բայց ոնց է դա ստացվում։ Մարդիկ գրում էին, մարդիկ գիրք էին գրում, ու մենք աշխատում ենք հիմա մեր թիմը, ասենք, պատկերացա մեր թիմը, ասենք, կա արդեն 7 սցենարիստ, որ չի աշխատել ոչ մի հայկական պրոյեկտի վրա, ով էլ աշխատել է, շատ թեթև, ու այդ մարդկանց հետ մենք ճանապարհ ենք գնում, ու մեր սաղ սերիալները մենք ենք գրում։ Մենք գաղափարը, ես եմ հորինում, Աստված տգա ժամանակ, որ արդեն ես քիչ զբաղվեմ հորինելով, ասեմ, մասնագիտական ավելի շատ, հացել եմ մասնագիտությունս։ Բայց մենք նստում ենք սաղով, հորինում ենք պատմությունը, հետո սկսում ենք արդեն գրել սցենարը։ Ու այդ մարդիկ ստեղծում են ու սովորում են մեր մոտ։ Ու մեզ էլ է ժամանակ պետք։ Դες 11-ը սաղ ասում էին վաու, բայց ես հասկանում ու ինչքան խնդիրներ կար իր մեջ, հա։ Ինչքան ինքը ավելի լավը կարար լինի։ Դե նա ես իրանց գիտես ոնց եմ ավելի շատ նայում, ոնց որ կար ինչ-որ մի բան, հիմա կա ուրիշ բան, ու այդ ուրիշ բանը չի կարա միանգամից HBO-ի մակարդակի լինի։ Կարա ոնց որ մի քայլ են կոմլնի, երկու քայլ լինի, լավ, եթե շատ աշխատասեր տաղանդավոր մասան 3 քայլ են կոմլնի։ Բայց չես կարա դրանից են կոմ գնաս, որովհետև շուկայում այդ մասնագետները չկան, ով կարան։ Կարաս, քիչ-քիչ կարաս։ Դե այդ ինձ ասած դա քիչ-քիչ, սովորելով։ Այսօր բիզնեսի ամենաթանկ արժույթը տվյալներն են։ Իսկ դրանց անվտանգությունը սկսվում է հուսալի տվյալների կենտրոնից։ Մեր ոդկասթի գործընկեր Arc Group ընկերությունը նախագծում եւ կառուցում է տվյալների կենտրոններ, համաձայն միջազգային ստանդարտների, ապահովելով անխափան աշխատանք, բարձր անվտանգություն եւ ինժեներական ճշգրտություն։ Arc Group-ը կկառուցի ձեր թվային ակտիվների ամրոցը։ Եթե դուք ներդրում եք կատարում ձեր տվյալների կառավարման մեջ, դուք ներդրում եք կատարում ձեր բիզնեսի ապագայի մեջ։ Arc Group, հիմքը վստահություն է, ապագան տվյալներ։ Մեր առաջին պրոյեկտում, մեր վերջին պրոյեկտը էսա որ դուրս կգա ամսի 15-ին, լրիվ տարբերվում էր այրից։ Ինչ, որի մասին է խոսքը։ 84-ի ամառը ու ռաունդը, չիլը որ խաղումը, հա, ու տարբերությունը հսկայական է։ Դիալոգների մեջ, պատմության մեջ, պատմության կառուցվածքի, ռեսորի հետ աշխատանքի։ Ու լավ է նա, որ հələ ինչ պրոյեկտ այլ ենք, ամեն մեկը մի քայլ առաջ է։ Չգիտեմ դրա վերջը որտեղ է, հուսամ մի 10 պրոյեկտ ունենք, ինչև իր լավագույնին հասնելու, հա, բայց ես մատիվ ասում եմ, որ ամեն պրոյեկտի վրա մենք ավելի մի փոքր լավն ենք անում։ Այ ուր կհասնենք տենց, այդ ժամանակը ցույց կտա, բայց մի բան ասեմ քեզ, որ հենց հիմա նույն այդ քո շատ մեծ սթրիմինգային պլատֆորմաներից մեկը մեր product-ը ուզում է առնի։ Netflix-ը, Amazon-ը։ Հա, ու ռեալ ուզում է առնի ու ոչ թե ուզում է դռնի իր մոտ որ գումար աշխատի, մեր հետո փողը տա, այլ ուզում է առնի, որը իմ համար տենց շատ լավ մեսեջ է, էլի, որ պախատ մի քիչ եղեք, կարող է վերջը լավ բան լինի, որտեղ պախատ ենք անում, տենց հայերեն ասած, ուժեղ շատ։ Հա։
Բայց ճիշտ հասկացա, Amazon-ը ուզում է պլատֆորմա առնի ու նետենց է Պլատֆորմա թողի։ չէ, ուզում եմ մեր սերիալներից մեկը առնի։ Հա, սերիալներից Հա, մեկը։ հա, Ահա, Հիմա այս շատ բանակցությունների լավ մեջ։ նշան է։ Հա, այդի մեսեջը որ ճիշտ ուղղության վրա եք։ Ու պետք չի նկարել էլի այն ինչ որ նկարում են, պրոստը ստեղի զրիցելին գոհացնելու համար։ Ու դա թարգմանելու է տարբեր Հա, լեզուներով։ հա, Հա, ոնց օրինակ չգիտեմ, այդ Squid հա, Game-ներ, որը շատ ճիշտ վատ ասել, անգլերեն էր թարգմանած Netflix-ի մոտ։ կամ տենց տարբեր սերիալներ։ Բանը չես, միջազգային սերիալներից մեկը այդ Dark-ը։ Dark-ը շատ հայտնի գնաց, այդ այն գողության սերիալի անունը ոնց էր։ Բումաժնի դոմը։ Բումաժնի դոմը, հա։ Թազա սերիալ են հանե ստեղծողները, բունկերի մասին որ հատումային պատերազմանում 2 օր առաջ է դուրս եկել։ Այդ տակտիկը էր առաջին սերիան, դες ռեյտինգը լավը չէ, նայեցի, բայց վերջը սորնամ ռեյտինգներին չնայել IMDb-ի։ Հա, մեկ կարող են խափեն, որտեղ ես վերջերս հենց այդ թեմով էին խոսում, օրինակ Ջոնի Դեպի կինոներից մեկը, որ լավ հավանել էին, դա 4.5 տոլի 5 ռեյտինգ ուներ IMDb-ի։ Իսկ դու կինոները ինչ լեզվով ես նայում։ Փոքր ժամանակ։ Փոքր ժամանակ նայել եմ ռուսերենով, ու մինչև մի շատ կինոներ կա, որ ռուսերեն թարգմանությունը ես նախընտրում եմ օրիգինալին։ Ես քեզ արի մատ հետաքրիր բան անեմ, որ մտածում ես կանանք, Ադամ Սանդլերը որ կա, չէ։ Հա։ Սաղ Պոսովետը Ադամ Սանդլերը համար մենք ես սկսած գժվում ենք։ Ու սիրում ենք իր կինոները, հա, ինչի։ Դու լսել ես իր իսկական ձենը։ Հա, լսել եմ, չի լսել։ Ու կինոպոիսկում իր գնահատականները կինոյի 7.5, հա, IMDb-ում 4.5-ը։ Դե այդ ժանրի կոմեդիաները Ամերիկայում չեն կարող բարձր ռեյտինգ ունենալ։ Բայց տեքստը ու խոսակցական լեզուն էլ շատ կարևոր։ Այսինքն թարգմանիչները նենց էին աշխատում, որ մենք սիրահարվենք այդ կերպ։ Դու օրիգինալով ես նոր երբ սկսեցի նորմալ անգլերեն հասկանալ նայեցի, ասի չէ, էլի всё ռուսերեն, որտեվ Ադամ Սանդլերի ձենը ռուսերեն լավն է, ես վերջի կինո ես իրա նայեցի բանը, Գիլմոր 2-ը, Գոլֆիստ։ Անգլերենը լավ է, իրոք լավն է, բայց չգիտեմ այդ ռուսերեն որ նայի կհավանայի թե չէ, բայց նայ օրինակ South Park-ն է, չէ։ Ռուսական թարգմանության մեջ ահագին բաներ օրիգինալից տարբերվում է։ Ու ավելի լավը կարա լինի։ Կարա լինի, հա, որտեվ ստեղի կոնտեքստին են մոտեցնում, որ օրինակ այդ շատ հետաքրքիր է թարգմանության մեջ, էլի որ կինոն կամ մուլտֆիլմ կլինի, ինչ կլինի, թարգմանությունը ռուսերեն կոնտեքստային փոփոխություն են անում, որ այս տարածաշրջանի լսողը հասկանա։ Շատ ուժեղ է ռուսները։ Ռուսները ինչից են իմ համար շատ ուժեղ, այդ կոմենտատորներն են սպորտի, այդ ազուչկա անողներն են ու այդ բալետն է։ Դե չգիտեմ գիտես թե չէ, Ռոբին Վիլյամսը որ իր Օսկարը ստացավ, ումնից Good Will Hunting-ի համար։ Տենց փոքր Օսկարներ սարքեց, ուղարկեց տարբեր մարդկանց, ուղարկեց նաև իր ռուսերեն ազուչկա անողին։ Ջան։ Հա, ջան։ Ռոբին Վիլյամսը դե պապա է, էլի։ Արա Ռոբին Վիլյամսը լեգենդար դեմք էր։ Բանը Լուիս C.K. բան հումորը լսել ես այդ կինոյի որով։ Որի Will Hunting-ի։ Will Hunting-ի, որ ասում է դե տենց արի կինո մտածեմ, որ ես այնտեղ դեմք եմ, բայց տենց աղքատ թաղամասից եմ, ու տենց իմ մասին ոչ մեկ չգիտի, բայց ես շատ խնդալու է այդ սկեթչը Լուիս C.K. չեք նայեք անպայման հենց այդ կինոյի որով։ Կոնցեպտն է Լուիս C.K. Այդ կինոյի կոնցեպտն է շատ լավ, այսինքն ինքը այն կոնցեպտն է, որ հաստատ դժվար է քարտել։ Դե բանն էլի Զոլուշկան չի։ Հա, հիմա մենք էլ ենք մի հատ տենց Զոլուշկա նկարելու։ Այ կողտարի տենց կին նախագահան սիրահարվում է շեֆ Պովերին։ Սպասի, դա ինչ որ ծանոթ բան է։ Դժվար։ Ու պատմությունը նրա մասին է, ոնց է քանդվում երկուսի աշխարհներն։ Այսինքն ես ուզում եմ նորմալ ցույց տամ կուխնյա։ Այսինքն Հայաստանը ռեստորանային երկիր է, բայց Հայաստանում ռեստորանի մասին կինո, սերիալ չկա։ Ու հա, ափսոս է շատ։ Դու որոնք ես սիրում, օրինակ այդ իմ ամենասիրած ժանրերից մեկն է։ Կուխնյան իմ ամենասիրած ժանրերից մեկն է կինոից բացի, տես մոտիկ եմ։ Շատ կինո որպես։ Հա, կինո, սերիալ։ Դժվար բան ասել։ Որը կարխի։ Դե The Bear-ն է։ Այդ The Bear-ն է շատ օրգանիկ է իմ համար։ Այսինքն իր խնդիրներով ամեն ինչով։ Հա։ Այլ չեմ հիշում։ Որ ասես կարող եմ սիրասներից էլ։ Ես ասա։ Google-ես ամ հեռախոսդ մոտ դա։ Բանը Բարթ, հա։ Շեֆ Ադամ Ջոնս։ Շեֆ Ադամ Ջոնս, հա։
Այդ Բրեդլի Կուպերն էր որ Հա, խաղում։ շատ լավն էր։ Բանն եմ շատ սիրում, հենց շեֆը Ջոն Favre, Favre-ի Ratatouille։ Ռատատույը դա Ռատատույը մուսիկա, որ իտակ այտենց ամեն անգամ նայելուց մեկը պետք է լացես։ Իմ մոտ տես կոկոնա, տայնը կոկոն։ Կոկոնը լա ֆանտաստիկ։ Բայց դա շատ հետաքրքիր է, էլի որ ոնց կարելի է նայել մոլցիկ կրիսի մասին Ու ու լացել։ Դե ասում եմ, կինոյի սերիալի երաժշտության ամենակարևոր բանը էմոցիայի փոխանցելն է։ Ու այն իմ ասածը սախավակման էր, որ օրգանիկ ինքը չլինի, այսինքն դու չկանաս մտնես կինոյի մեջ, դու չես կարող էմոցիա առաջացնես մարդու մոտ։ Հա։ Խիա սիտկոմը, որտեղ սիտկոմը արհեստական հումորն է։ Դու կարեկցիա չունես, խնդում ես բարի վրա պրոստը։ Հավաս սիտկոմներ կան, որ խնդալու են։ Հայկական։ Հայկական չէ դրսում։ Հա, ոնց չկան, ասենք Big Bang Theory համար իմ սիրած սիտկոմներից է, որը մինչև հիմա Հայաստանում չգիտեմ խի չեն սիրել։ Դե կոնտեքստի հարց է կա։ Դե կա ինտելեկտի հարց է կա։ Կարող է, չգիտեմ։ Հա։ Չէ, կինոն լավ բան է։ Սերիալն է օրինակ հիմա բանն եմ նայում այդ ոդկասթից առաջ ասացի Apple TV ստուդիոն։ Հա, ուր ես ասա։ 500 սերիային։ Հա, Շատ լավ, շատ ու երաժշտությունը ինչ լավ է տանում հետը։ Ու կստացի երաժշտությունը շատ նման էր բանին։ Այդտեղ էր կա հավոր նմանա Birdman-ին։ Նայել ես Birdman-ը։ Birdman-ը մեկ է էլի Adam Sandler-ի Նիագրանյոնների դրագացենն է, իր տեմպո ռիթմը, իր նկարած ձևը շատ նման է։ Կստացի BR-ի մեջ էպիզոդներ կար, որ նույն տեմպի տակ էր։ Հա։ Ու Շատ էպիզոդներ կա։ Վայ թե առաջի էպիզոդի, առաջի սեզոնի վերջի էպիզոդն էր, որ այն ամենալարված արա այդ ինչ էին արել։ Դու ֆիզիկապես կոմոդ տենց լարվում ես, ոնց որ քո խնդիրները նենց էին տանում այդ դրայվ ու տակից երաժշտությունը ոնց էր գնում, ֆանտաստիկ էր։ Իսկ ինչ ես դու սիրում կինոներ օրինակ, սերիալներ ես սիրում։ Էմոցիաների համար։ Կտրվում ես, չէ՞ աշխարհից։ Բացի կտրվել, միշտ չի որ կտրվում ես, օրինակ ֆիլմեր կա, սերիալներ կա, որ քեզ օգնում են ինչ-որ բաներ քո մասին վերհիշես, հայտնաբերես, ինքը որտեվ սիրուն այդ ամեն ինչը, լավ ֆիլմ ու սերիալը շատ սիրուն է ու հատկապես զգում ես, որ մարդիկ իրոք դրա մեջ հոգի են դրել ու ահա որ շատ պախատ են արել որ դա դառնա։ Կինո ինդուստրիան է այդ вообще պախատի մասին է։ Հա, բայց դու չես կարող չգնահատես։ Դե գնահատեք նաև մեր ստեղծած։ Չէ, որտեվ լավ սերիալների մեջ կամ կինոների մեջ ամեն փոքր դետալը հաշվի առած։ Ամեն փոքր դետալը, պատմության փոքր կտորներ, որտեղ ինչ դրեցին, բայց տենց 100 հատ կինո կա աշխարհում։ Երևի։ Հա, բայց իդեալական։ Դրա ամենա մինչև հիմա դրանով են դասավանդում, Back to the Future-ը հուսամ սիրում ես։ Այարք է, ոնց կարող է կինո չսիրել։ Իդեալական սցենարային կառուցվածքի ու աշխարհի սարքելու այդ world building-ը, հա։ Հա։ Յանի իդեալական է փոքր բաները դնելը։ Դες ասում ես էմոցիա, երկու օր առաջ Netflix-ով դուրս եկավ, կոչվում է Black Rabbit։ Ու երկու աղբերների մասին։ Սև նապաստակ։ Հա, ինքը կլուբ է, կլուբ ռեստորան է, ու երկու աղբերների մասին պատմություն է։ Այսինքն ես ունեմ աղբեր, ինձ փոքր, հա, ես գտա սերիալի մեջ ինձ, մենք ունենք կլուբ, նո աղբերս ունենք, որ կոչվում էր White Rabbit, հա, շատ նմանություններ կար կերպարներ։ Matrix-ից եք դրա տանը։ Հա, դե, հա։ Դե Matrix-ից չէ, ընդհանուր գաղափարը իր Alice-ից ավելի շատ։ Գաղափարը նույնն է, չէ՞։ Քո ասած գիքն է, որ օրինակ բերեցին, այնտեղ էլ է շոշափվում։ Ու սերիալը նայելուց հետո ես նենց կապ զգացի աղբորս հետ, ու նենց կարոտեցի իրա։ Կինոն օգնում է։ Նույն կոկոից հետո գիշերը ժամը 4-ին կոկոն նայեցի։ Բարձր սկսի լացել ձայնով, գիտես ոնց է լացում երախո պես։ Գիշերը զանգել եմ մամային քնից անում, ասում մամ, ես դες շատ եմ սիրում, ասում տղես ժամը 4-ն է, ասենք։ Դա բացատրի որ կոկոն ես նայ, էլի։ Հա, չէ, իրական հա կինո կա որ նայում ես, տենց իրոք ուզում ես ծնողներից զանգես, ընկերներից զանգես, պատմություններ կա որ նայում ես, դու նաև ահա որ շնորհակալ ես սկսում զգաս նրա համար ինչ որ դու ունես, որտեվ հասկանում ես որ կարա շատ անգամներ տենց որ այդ պատմությունը նայում ես, ասում ես կարա սենց լիներ։ Բայց չէ, օրինակ, չգիտեմ, շատ վատ իրավիճակում ունեիր։
հա։ Շատ վատ ու այդ պատմությունները որ նայում ես նաև քեզ ստիպում է որ դու շնորհակալ լինես որ Գնահատես։ այն ինչ որ դու ունես Հա։ այն ինչ որ դու ունես որտեվ իրոք շատ վատ կարար ամեն ինչ ուներ Մինիմալ այն է որ ասես կախված է ժայռից, ասում ես սրանց ված չի կարալնի, մեկ է անձրևա սկսում կայծակով։ հա Ժողովուրդ մեզ որ հա լյուբոյ բան կարալնի։ Այ կյանք գիտես ինձ ինչա սովորացրել որ արա շատ մի ուրախացի, շատ է մի տխրի որտեվ ամեն շատ արագ է փոխվում։ Իսկական շատ արագ է փոխվում ամեն ինչ։ Ու հիմա ինչքան գնում է, այդքան ավելի շատ արագ է փոխվում։ գիտեմ որ մի նոր հետաքրքիր պրոյեկտ ունեք Միշոյի հետ Պասիկրետու պատմի էլի դրա մասին նայ կինոդարանը այդ սթրիմինգային պլատֆորմա է։ Մենք հասկանում ենք, որ կինոներից բացի մեզ պետքա entertainment, ընդհանուր, հա, այդ կնի podcast, այդ կնի համերգներ, ու Միշոն երևի այն մարդն է, ումով մեր առաջին էս փորձը այդ դաշտ մտնելու ամենա sensitive, քիչ sensitive կնի, հա, մեր համար։ Ու հիմա մի հատ շատ հետաքրքիր պրոյեկտ կա, որ Միշոն համերգ անելու, մենք live stream-ով տանք կինոդարանով։ Այսինքն հստակ օր նոյեմբերի 26-ին Այս միջազգային առաջինը դու ես ասում ենք դաժե պաշտոնապես չենք հայտարարել, հələ պայմանագիր չունենք։ Ստորագրած։ Ու կինոդարանով կլինի հենց Միշոյի live stream համերգը մեր մոտով, հետո տենց ավելի մեծ տարբերակով ինքը կգնի կինոդարան, որ մարդիկ կանան կպնեն Միշոյին ու live զգան Միշոյի տաղանդը։ հետո այդ եթե live չկպնեն հետո այդ հա ավելի մեծ տարբերակով տենց backstage-երով բաներով հրաշալի շատ միակի հետ ծանոթացա Հակուկի, որը նաև մասնակից է այս ամենը չի, շնորհակալություն իրան, որ կա։ Ապրես Հակուկ որ կաս։ Շապլիկները։ Դու հավատում ես, որ մենք մատրիցայում ենք ապրում։ Այդ մտքերը մոտս գալիս է։ Երբ հենց է գալիս։ Հա շատ փոքր տարիքից։ Հա, բայց հիմա ինչքան գնում է, գիտես չէ, այտենց գիտնականները այտենց տանում են դրան, ու ամեն ինչ ցույց է տալի, որ հա, վсё մենք ապրում ենք ինչ-որ ստեղծած աշխարհում։ Դե այդ ռելիգիան էլ այդ ասում էլի, որ ինչ որ մեկը ստեղծեց այդ։ Դե հա, Արարիչը ստեղծեց։ Հա։ Մատրիցանը համարյա նույն գաղափարն է, էլի։ Այ մենք Mask Factor-ում ունեինք կրոն, որը կոչվում էր կոդիզմ, հա, որը հավատում է, որ Աստված ծրագրավորող է։ Ու տենց մենք երկար խորը փիլիսոփայել ենք ու խորհրդակցել ենք տարբեր կրոնի մարդկանց հետ ու մենք հասկացանք, որ այդ կոդիզմը ոչ մի բանի դեմ չի։ Հա, Որտեվ նույն քրիստոնեության մեջ ասում է Արարիչը ստեղծեց 7 օրում, հա, ու հասկանում ես, արա, նիֆիգա կավա տենց է։ դե նա այդ ծրագրավորողի անգլերեն բառը Հա։ developer-ը։ Հա, Developer ինքը իր մեջ նաև կարող Ստեղծող։ ստեղծող։ հա։ Ստեղծող։ Այսինքն իրական գաղափարները չի փոխվում, մենք այդ գաղափարների նոր անուններ ենք տալի, քանի որ օրինակ բանը, չեմ հիշում որ գրքի մեջ կարդացի, որ գիտության ինչ որ մի մաս, երբ որ սկսում է զարգանալ ու այդ ընթացքում դրան զուգահեռ ուրիշ գիտություններ է զարգանում, այդ գիտության բառերը վերցրում, օրինակ հոգեբանություն, երբ որ նոր սկսեց զարգանալ, զուգահեռ էր առաջին ինդուստրիալ հեղափոխության հետ։ Ու ճնշում չգիտեմ pressure, այտենց սկսեցին բառերը վերցնեն հենց այդտեղից։ Հիմա էլ ոնց որ թվային դառնա ու թվային դարում Բայց update մեզ չեն անում։ Գիտես ինչի՞ եմ զգացել, որ մեզ update չեն անում։ ինչի։ Երազներում ես ու լիքը ուսումնասիրություն եմ մի քիչ արել, ու հետո խորացել եմ։ Մենք հեռախոս չենք տեսնում։ Եթե տենում ենք, չենք կարող օգտագործենք։ Երազում հեռախոս չենք տեսնում։ Հա։ Տես մեր ձեռքի շարունակությունն է, չէ՞ դառը հեռախոսը։ Հիմա ես ուզում եմ երազում հիշեմ, տեսել եմ թե չէ։ Ու ես այտենց ահագին ուսումնասիրեցի, այն մարդիկ դաժե որ տեսել են, չեն կարացել օգտագործել։ Նամակ կարդան, այտենց բացել են շեղված է եղել, կամ չեն կարացել զանգեն չի աշխատել։ Վա, հետաքրքիր բան ասես։ Հա, այսինքն update չի եղել մեր թազա տեխնոլոգիաները։ Հա։ Պետքա թազա feature-ներ մտցնել էլի։ Ես որ չեմ տեսել իրոք, որ ասեցի նոր սկսեցի մտածեմ։ Դե շատ մարդ չի տեսել, շատ մարդ չի տեսել։ Ով էլ տեսել է, այսինքն չի կարացել օգտագործի։ Լսի, մենք Google արեցի ու Google-ում մի անգամից այդ հարցը բերեց, որտեվ պարզվում է ահա որ շատ մարդ է այդ հարցը սրճարը։ Հա մի անգամից Google-ը բան արեց։ Նայ բանը
դա ասում է այո մարդիկ տեսնում են երազներում հարցեր AI պատասխանն եմ ասում AI overview-ն Google-ի բայց շատ հազվադեպ է շատ հազվադեպ Էնե խափում է երևի որտեվ ասում եմ ես ինչքան ժամանակ է ինձ հիշում ես ես երազներ տենում եմ գունավոր վառ իմ երազները կինոներ էլի այս հեռախոս չեմ տեսել չեմ տեսել հեռախոս բայց հեռախոսը մենք հիմա մեր կյանքը ամեն ինչ ուտելիքից սկսած մինչև սեքս կախված է հեռախոսից չէ ասենք հա Որնա մեկը նոթբուքով չես նայում հեռախոսով ես նայում տենց է բայց մենք չենք տենում երազում հեռախոս խի update չեն արել ծրագիրը ասենք իրականությունը խաղը update աղը բայց այդ subconscious-ը չի եղել հա դուրս ոնց կարաս բացատրես այնց հետաքրքիր մյուս update feature-ները որ գալու են ինչ են ալմորակայիններն են չգիտեմ ինչն է դե հետաքրքիր են չէ բալյուբոմ պետք է հետաքրքիր լինի եթե չեն մոռացել մեզ դրա մասին կինո նկարեք սերիալ դժվար է դրա մասին նկարել ինչի մասշտաբային է ու բյուջեն շատ է մենք հիմա ոնց ենք ուզում անենք մենք հիմա ուզում ենք ինչ նկարենք որակային ինքը համապատասխան է որ մենք շանս ունենանք ծախենք դուրս եթե նկարենք քո ասած թեմայի մասին ինքը նախ չի կարա սահմանափակվի մենակ Հայաստանով կամ կարա սահմանափակվի պրոստը իրա մենք դժվար կստանանք շատ հա մենք 2 տարի մի հատ պրոյեկտ ունենք ու վախում եմ sense գտնում շատ զգուշ եմ իր հետ հա կարամ ասեմ մի քանի տեղ ասել եմ կա пророчество հա որ ծնվելու է անտիխրիստը ու կա пророчество որ ծնվել Հիսուսի երկրորդ գալուստն առնելու հա մենք ալիա կոդ դա Վինչի ժանրը որ պատկերացնես մոտար պրոստը ավելի մի քիչ dark mood տալիս ենք որ կա մի հատ կուլտ որ պահում է այդ երկու пророчествաները ու տալիս ենք կա մի հատ ինչ կուլտ հա ու տալիս ենք տես պատկերացրեք գիշեր տես նկարներով միջանցքով վազում է մի հատ ձյաց ասում է մի հատ մեծ ձյաձի ասում է որ ոչ շեմ пророчествաները ելնում են երկուսն է նույն օրը այս խորի որած վիճակ ու բարձրացնում որ երկուսն է ելնում է Հայաստանում այսինքն համ երկրորդ գալուստն է Հայաստանում համ անտիխրիստն է Հայաստանում տենց սահպատյաներ 12 հոգու մեջ են ու այդ երեխեքին այդ կուլտը վերցնում է ու մենք տեսնում ենք երկրորդ սերիան արդեն այդ երեխեքը 18 տարեկան են հա հետաքրքիր բան է տենց ու ամեն սերիան մեր մոտ մի մեղքի մասին է որ այդ երեխեքը մաքուր են ապրել ու ամեն սերիան մի հատ մեղքի մասին է որ երեխեքը պիտի սպիտանյա անցնեն ամեն մեղքով խաբելով սպանելով այդ տենց օրիգինալ գաղափարը որ չկա ոչ միտեղ ոչ մեկ չի արել այդ տենց չտարածեք այս վիդեոն ուսամ այս վիդեո մարջինել չէ տենց պահել ենք մինչև հիմա ու տենց շատ զգուշ հիմա այս տարի մոտիկան ենք շորտ կգցենք որ համաշխարհային viral գնա հա իմիջիայլոց այս դուրսը շատ հետաքրքիր է տենց այս Mask Factory-ից մնացած խեր ընկերներ ու պրոդյուսերներ ունեն որ դուրսի չփվում հետո տենց համաշխարհային level-ի կարելի ասել որ այս պատմությունը դուք եք մտածել ասի հա ասում եմ շուտ բան արեք իրավունքները պահեք դե սկրիպտը գրեք բան արեք իրոք գրում ենք հա ինքը բայց այս տարի մենք 2 տարի ձեռ չենք տվել իրան որտեղ մենք պատրաստ չենք որտեղ մենք էլ ենք սովորում ես չի ես տենց կինոյի աստվածն եմ եղել Հայաստանի կամ ինչ-որ բան էլ ես էլ եմ սովորում ես էլ լիքը սխալներ եմ անում ասում եմ մեր սերիալներն ես չի տենց օ վաու կինո դանը բոմբոմա չէ մենք էլ ենք սովորում բայց մենք ռեալ հասկանում ենք թե ուր ենք ուզում գնանք էլի այդ երևի ամենալավ բանն է որ մենք ռեալ տեսնում ենք մեր սխալները ու չի կարելի ուզում գնանք Մենք ուզում ենք նենց սերիալներ ստեղ նկարենք որ համել ծախենք դուրս էլի որտեղ հասկանում ենք որ այդ ռեալ է ու հասկանում ենք որ դրան այդքան երկար ժամանակ չի մնացել այսինքն նույն Netflix-ին հետաքրքիր է ուրիշ կուլտուրան ինքը մի չի ասում նկարի Ամերիկայում ամերիկացիների մասին ու հիմա ինչքան աշխարհը գնում է այդքան բազմակուլտուրականություն թազա բառ է հորնում բազմակուլտուրական չէ ավելի շատ մեր կուլտուրան է իրանց հետաքրքիր քան թե որ ես նկարեմ հայ լինելով իրանց կուլտուրայի մասին դե դա սիմուլյացիա ապրես հա ու հետաքրքիր է ու աշխարհը բացվում է Ինչքան հետաքրքիր պատմում օրինակ ես պատմությունից քեզ պատմեցի չէ՞ որ երկուսը դնում Հայաստան տենց երկիր է որ կարա չէ՞ լինի դե հա իրական առաջի քրիստոնյա երկիր է ինչ որ պատմություն բան կար հասկապես որ մարդիկ հավատան որ կարար տենց բաներ ներ մենք մի հատ շատ մեծ պրոյեկտ ունենք տենց 5+ միլիոն դոլարի մասին է խոսքը հենց տենց համաշխարհային ռեժիսորով դերասաններով հենց այդ 301 թվի մասին Ֆիլմ թե սերիալ ֆիլմ նա շատ նախնական этаպում ենք դաժե բարձր Mask Factory-ից հետո շատ բան սովորեցի էլի որ
շատ պետք չի խոսալ։ Նա շատ նախնական էտապում ենք լրիվ տենց ինչ-որ գաղափարն ենք ուզում հասկանանք, որտեղ այդ գաղափարը ցույց տալու մի քանի տասնյակ ձևեր կա, հա, ոնց կարելի է դա լինի, կարող լինի բիոգրաֆիա, դա կարող լինի մարդու ճանապարհը, որ անցել է, հետո ընդունել են, սկզբից չեն ընդունել, իստորիչեսկի մեծ պատերազմային կինո կարող լինի, ուզում ենք հասկանանք ինքը вообще ուր ենք տանում, ինչ ոճով է։ Բայց կնայեն տես թվով քիլ մարդիկ։ Լսի, ինքը իր հետաքրությունը գիտես որն է, որ իրան հեշտ կնի համաշխարհային ռեժիսոր բերել այդ պրոյեկտի վրա։ Հա, բայց դա ժողովրդակ նոյի նման ֆիլմեր չստացվեց։ Դե նոյի նման ֆիլմը ինչ էր նկարել։ Կամ չգիտեմ Մել Գիբսոնի որը բանը Հիսուսի մասին ֆիլմն է, ես ինչ կասաներ չհավաքեց։ Չէ, հավաքեց։ Ինչքան հավաքեց։ Շատ։ Հաստատ շատ, կարաս նայես։ Սպասիոտ։ Հա, քանի որ քո հեռախոսը քո մոտ է, մի հատ հեռախոսն է, կենեք քո ձեռն է, էլի, կարաս դու նայես։ Չէ, հավաքեց։ Հավաքեց, լավ հավաքեց։ Հա։ Հա, ու դրանով ինքը տենց իր մեղքերն էր թողում, որտեվ ինքը տենց հակասեմիտ էր, չէ, Ամերիկայում։ Հələ խմած քվտել էր։ Դե բանը մի ամերիկան տրամադրությունները փոխվում է, այտենց մարդիկ դառնում են պոպուլյար։ Հələ կա։ Տենց մի առաջընկի, բայց բանն է փոխվում, տոլերանտության չափը։ Այս վերջերս որ մեզ տենց շատ բյար էին անում։ Հա, այդ հաստատ փոխվել է, հատկապես վերջի քաղաքական փոփոխություններից հետո հաճախ խզարել է։ Հա, խզարել է։ Մոտս բավարար չէր ինֆոն, ճիշտ ասած 612 միլիոն է box office-ը եղել, բյուջետը 30 միլիոն։ Հա, 30 լավ։ Չէ, դա խզարել է, երբ ավելի շատ փող է աշխատել, քան Avengers-ը, էլի որտեղ 20 անգամ ավել, հա։ Հա։ Այսինքն կարա նաև հետաքրքիր լինի։ Դե նա ինքը մեր համար բանա, որ համաշխարհային դերասանին հետաքրքիր կլինի, որտեղ այսօր առաջին քրիստոնեությունը ընդունել է գլոբալ թեմա, էլի։ Հետաքրքիր է խաղալ։ Իրական տրամադրությունները լա փոխվում է, օրինակ շատ զարգացած երկրներում կրոնի մասին սկսել են շատ խոսալ։ Դե որտեղ նայ, ես մի անգամ ասացի կրոնը պետք է update լինի, դենց կրակ քիչ էր մնացել վառեին, հա, մեղքերի մասին էր խոսքը, որ մեղքերը պետք է update լինի։ Այն մեղքերը որ կար, օքեյ, թողնա, բայց պետք է շատանա այդ մեղքերը, որտեղ լիքը բան տեխնոլոգիաները շատացել են, մեղքերը շատացել է։ Շատ հեռախոս օգտագործելը մեղք։ Հա, դա պետք է update լինի, չէ՞, այսինքն։ Օրը եթե կես ժամից ավել ռիլեսնեմ, մեղք է։ Դե լսի, խնդրում ես, բայց այն ժամանակ եթե ելներ հեռախոսը, այդ կարար ելներ մեղքերի մեջ։ Այսինքն այն ժամանակ ինչ եղել է, տենց են գրել։ Շատ լուրջ ժամանակի վատնում է, որը դու ասինքն քո պոտենցիալի գնալով հեռանում ես։ OnlyFans-ին $100-ից ավել չի կարելի տալ, ասենք։ Եթե ամուսնացած չես։ Կամ вообще կարելի է չտալ։ Դե նայած ամուսնացած ես, թե չէ ընկեր ունես, թե չէ, տարբեր բաներ է, դա չխորանք այդ դաշտ։ Okay։ Այդ մերը չի։ OnlyFans-ը Հայաստանում դեռ շատ հայտնի չի իրականում։ Դες օրինակ կրոնից ոնց անցում արեցինք OnlyFans-ին։ Թող մեզ ներեն բոլոր մեր նայողները, քո նայողները։ Ինձ ոչ մեկ չգիտի, բրատս քեզ գիտեն։ OnlyFans-ը մենք խոսում էինք OnlyFans-ից, նոր չենք խոսում, թե խոսում ենք։ Podcast-ից առաջ խոսում ենք տարբեր entertainment-ների մասին։ Բայց ես հրաժարվեցի քո առաջարկին։ Չելսի OnlyFans-ով օրինակ նայ դերասանուհիներ կային, որ вообще հաջողություն չունեն կամ սպորտսմեններ, հա, ով պրոստը OnlyFans-ը մեջ բացեցին ու աշխատեցին իրանց սպորտի կարիերայից 25 անգամ ավելի գումար, քան ստեսախ կյանքում աշխատել է։ Դե հա, բայց բանը որ դրա մորալիթի ոնց հայերեն ասենք մորալնա ստարանան հայերեն точно ասիր։ Հա, տեսա ինչ, այդ ռուսերեն կինոները նայելու էֆեկտն է, էլի։ Հա, բայց լավ է, շատ լավ է։ Բարոյական կողմը։ Բարոյական, հա, այդ ճիշտ ասի։ Բարոյական կողմը շատ մեծ հարցի տակ է, էլի։ Դե նայած ինչ ես ցույց տալիս։ Օրինակ ես կարամ թազա կինոներից կադրեր ցույց տամ։ Հա, նայ OnlyFans-ը տենց սկսեց։ Տենց սկսեց, լիքը աստղեր կային, որ թիզային անում իրաց նոր երգերը, բաները, բայց ինչ որ մի կողմից ինքը դարավ հենց պորնո տարածելու ամենալավ միջոցներից մեկը ու OnlyFans-ը այսօր մի աշխատակցի հաշվով, ասինքն մի աշխատակից ինչքան փող է աշխատում, ամենաշատ փող աշխատող տեխնոլոգիական ընկերությունն է։ Լսիմ, դες ասում ես մառանը չես, չէ՞, մենք ամաչում ենք խոսանք այն թեմաներից, որը
Սա խոսում են ու սաղից մեջ կա, դες porno, չէ, ասենք, porno։ Պրոստը Հայաստանի վատը գիտես որն է։ Ու դա զգացել եմ իմ վրա ու կողքից մարդկանց վրա ու զգացել եմ որ ես իմ կյանք ունեմ, թողեք ապրեմ։ Նայ, ես նիհար եմ, ու ես հիվանդ եմ։ Ես չաղ եմ, ես շատակեր եմ։ Չգիր, ես շատ եմ քնում, ես լոդր եմ, ես քիչ եմ քնում, կարող է խնդիր ունեմ։ Ու լյուբոյ հարց, լյուբոյ պատասխան մեկա մարդկանց չի գոհացնում։ Ու դու հասկանում ես, որ դու ինչ ուզում ես անես, հարուստ ես, հաբրգած ես, աղքատ ես, չգիտեմ, չես աշխատում։ Դու ինչ ուզում անես, մեկա քննադատվելու ես։ Արա ինչ ուզում անես դու։ Մենակ Հայաստան չի, սա աշխարհը։ Չէ, այս աշխարհը թքած ունի քո վրա, հիմնականում։ Եթե դու ինչ-որ եղանակ չես ստեղծում, դե դու կողքի հարևան Սերոժիկի վրա էլ ես տես նայում, հա։ Սերոժիկը ինչ կերավ ու դու հասկանում ես, որ արա մեկա խոսալու են քո մասին։ Ինչ անես, լավ անես, վատ անես, նիհար անես, չաղ անես, փող ունենաս, չունենաս։ Այդ դրա համար թքած ունես սաղի վրա ապրում ես, ոնց որ ապրում ես էլի։ Այդ միանշանակ քո հետ համաձայն եմ։ Հա, դրա համար նույն porno բառը օգտագործում, որ ամոթա porno, OnlyFans, ոնց ես ասում porno։ Porno, ախպեր, չեք նայում մեջան։ Ո՞չ նայում, դի բացատրեմ։ Դե բանը Pornhub-ը ստատիստիկա էր տվել Հայաստանի մասին, Հայաստանում բանը գենդերային տարբերությամբ, պարզես կանայք ավելի շատ են նայում Pornhub, քան տղամարդիկ։ Դե 2-3%-ի տարբերություն։ Ալիսի մենգերներ օրինակ լիքը մարդ ամաչվում է նայ, ասենք, նայ porno-ի արկայությունը դու չես կարա չընդունես ու իր ինչ impact ունենում ինքը աշխարհի տեխնոլոգիաների զարգացման վրա էլի չես կարա ընդունես, որտեղ լսենք լիքը բան զարգացել է porno-ից։ Շատ մեծ թեմա է, շատ մեծ։ Նայ սթրիմինգը porno-ից է սկսեց, սա ասը գիտենք, բայց իր ազդեցությունը այսօրվա հասարակության վրա ահավոր է։ Օրինակ այդ Billie Eilish-ն այդ թեմայով շատ խոսում, որ ասում է իմ իմացությունը լրիվ հիմնված է այդ ֆիլմերի վրա։ Ու ես շատ անհասկանալի բան ունեի, պատկերացում ունեի սեռական կյանքի մասին ու համոզված եմ Հայաստանում էլ անուն ձև լիքը ջահել մարդիկ որ մեծ ամենից Հայաստանում ծնողները դրա մասին իրանց երեխեքի հետ չեն խոսում սեքսի մասին Հայաստանում ծնողները վախում են իրանց երեխեքի հետ խոսան այդ երեխեքը ունեն սմարթֆոն սմարթֆոնով ինչ անասնություն ասես նայում են Դա վատ է, շատ վատ է։ ու հետո գալիս է անհասկանալի կյանք ու գալիս է Ռուզանցյան որը вообще իրանց նայած դերասաններին նման չէ Այդի չէ, դի porno-ի ամենավատ էֆեկտներից մեջ է։ Ես ուրիշ բանից մասին էի խոսում, դրա մասին խոսենք։ Գիտես, որ ինտերնետը զարգացրել է porno-ն, այսինքն ինտերնետի արագությունը զարգացրել է, որ դու լավ որակով կարողանաս porno նայես։ Չգիտեմ, խորացել էր թե չէ։ Դա չէ, բայց սթրիմինգը գիտե, որ օրինակ ամենալուրջ սթրիմինգային ընկերությունները եղել են հենց porno ինդուստրիայի ընկերությունները, դրանից հետո նոր YouTube, Netflix ու մնացածն են։ Որ ուզում ես հասկանաս աշխարհի կոնտենտ ուրա գնում, նայ երկու բան, նայ TikTok, նայ porno։ Ու երկուսն է գնում լրիվ օրգանիկա է։ Հիմա porno ինդուստրիան փոխվում է, դու էլ չես տանա նենց վիդեոներ, պաստանով շնի ճիշտ լույսերով։ Հիմա սաղ գնում է օրգանիկա է։ Հիմա սաղ վիդեոները ամենաթոփվի, լրիվ օրգանիկ վիդեո, սարքած օրգանիկ վիդեոները, հա։ Այսինքն մեկը սարքածա, բայց սարքածա ոնց որ օրգանիկ։ Ապրես, բնական։ Նույնն է TikTok-ը։ Նույնն է TikTok-ը։ Ու այդ քեզ մեսեջը մոտակա 5 տարին աշխարհը որողությամբ է գնում, դու ինչ ձևի կոնտենտ պիտի ստեղծես։ Դե այդ տենդենսը շուտվանից է իրականում սկսը։ Հիմա ամենապիկի վրա է։ Հիմա Marvel-ը չի աշխատում։ Marvel-ը տես դե մարդիկ authentic content են ուզում։ Համել։ Ինչի համել։ Այնինքն է սուպերհերոսները, ես ծանոթացա իրանց այդ մոտիկից շատ ու դառա, ֆան չէ, բայց հասկացա, որ իր մեջ շատ մեծ փող է բախկված ու այդ գիկ աշխարհը իր մեջ է, երևի կարանտինի ժամանակ, երբ որ սկսի ուտել սախ կոմիքսները ու սախ կինոները 76 թվականից սկսած, հա։ Ու ես հասկացա, ես հերթով նայեցի ֆազը բիսկանյեշնստի Marvel-ի ու վերջին էպիզոդի վրա ես ձենով կանգնած տեղաշորից վրա տկլոր տրուսիկով պարկած, որտեղ կարանտինի ժամանակ երևի որ մենակ էր ապրում, տեղաշորից չել է, կայնած ծափ էի տալի։ Ու ես հասկացա, որ մարդիկ ստեղծել են վերջինը որն էր բանը, Endgame-ը։ Endgame-ը, հա։ Հա, այն որ բանը կեպը ասում է Avenger Assemble։ Հա, այդ ժամանակ դու դες էլի փշակավեցի, հա։ Հա, շատ ուժեղ էր։ Հա, շատ ուժեղ էր։ Ու այդ ժամանակ մեզ պետք էր սուպերհերոսներ։ Հիմա մեզ պետքա իջնել, հանգստանալ, չիլա մեզ հիմա պետք։ Որտեղ մենք այս աշխարհի վերջին 20 տարում ինչ-որ շատ նապրյագ է։ 70-ականներին էլ էր տենց։ 70-ականներին, բայց այս քանակությամբ
կոնտենտ չկար։ Հա, բայց մարդկանց էլի մարդիկ չի լեղան լավ 70-ականներ։ Մարդիկ այդ նապրյակից հետո հեսա յազարդի պատերազմ էր սկսում։ Քիչ էր մնացել, այսքան էր մնացել, այսպես գգմփլներ։ Այդտեղից հետո մի հատ ինձ թվում է հիմա էլի եկել այն ժամանակները, հուսամ եկել այն ժամանակները, որ մի հատ պետք է չի լինեն մի 10 տարի, որովհետև ամենից սաղի ներվը շատ լարված է երկրների մասին է խոսքը։ Դե մարդկանց է ինչ տեսանք այս 5 տարում։ Ну, մեկ իհատ որտեղ ենք ծանոթացել, հա, տենց Պատերազմի դաշտում կարելի ասել։ Հա, հա, ու ինչքան ոնց ենք մենք, հիշում ես, նորությունները որ գալիս էին, պադեստում նստած ծխում ենք, ու լսում ենք նորից վիդեոներ ունեմ ինչեր, մա ոնց դու լավ ասացիր, մեր ուղեղը մաքրում է սա նեգատիվ հիշողությունները։ Բայց այնքան բան եղավ մեր, որ չենք կարող մաքրվենք։ Դա համար պետք է մի 10 տարի գոնե լավ լինի այս աշխարհի վիճակը, էլի։ Ինչա կատարում ցա։ Հա, բան է, որ շատ լարված վիճակ է բոլորի մոտ իրականում։ Հայաստանից է դուրս մարդիկ լարված են ու նաև ինձ թվում է սոցցանցերի պատճառով մարդկանց մեծամասնությանը թվում է համենայն դեպս այդ ես նկատել եմ, որ իրանք շատ ավելի վատ տեղ են ֆիզիկական առումով չէ, հաջողությունների կամ ինչ որ մի բանի հասնելու, քան իրանք իրականում կան, ինչի որովհետև դու լիքը բանի ես հասել քո միջավայրում, բայց Instagram-ը բացում ես կամ TikTok-ը բացում ես, տեսնում ես շատ ավելի հաջողակ, շատ ավելի լավ մարմնով, չգիտեմ, ավելի սիրուն կանանցով կամ տղամարդկանցով ինչ որ մարդիկ, որ private jet-երով են թռնում, ու ասում են դու ինչ ես ասել։ Հա, օրինակ կարամ բերեմ քեզ։ Իմ մոտ տենց իդեա ֆիքս էր, էլի, ժամ ունենալ կոնկրետ բրենդի։ Որն է։ Rolex։ Հա։ Ու եկավ ժամանակ, այս վերջերս ո՞ս ինձ արա Rolex։ Դες մի շաբաթ ուշադրություն իրան դարձրեցի ու հետո ինքը մոռանում ես որ դու ժամ ես կապում։ Ու իմ այս վերջերս մոտս վիդեոներ ա բերում, որտեղ լավ research էի արել այն ժամանակ, որից առնեմ, ինչ առնեմ, որտեղից առնեմ, հա։ Այն որ ասում է բանը բիլիոների համար է, միլիոների թե fake բան է, fake է։ Այսինքն fake մարդու համար է։ Արա այն որ մի հատ աղջիկ պրոստը, ընդամենը $5 միլիոն տներն է, էլի։ Այն Rolex-ը ասում է, բանը fake է, fake մարդկանց համար է, այսինքն արժեք չունի, հա։ Ու ջոգում ես որ քո այդ սաղ վիզ դրած որ դու ուզում ես Rolex ունենալ իսկական, դու ուզում ես կապեր զգայր էտի, մի հատ TikToker, այլ պրոստը պոնտի համար քո սաղ երազանքները դարձնում է գավնով, ջոգիր։ Ազրո։ Այդ նույն քո ասածն է, այսինքն դու նայում ես ու այլ չլներ էտի ես վատ չես գայս, բայց վատ ես, չէ՞, զգում ես ժամին դա նայում են։ Հա, տեսա Rolex-ը։ Ահա։ Չէ, օրինակի համար եմ ասում, այսինքն դու վիզ ես դնում, դու հասնում ես դրան, չգիտեմ, կարող ես քեզ թույլ տաս ու պրոստը TikToker-ը տենց։ Հա։ Դրա համար, բայց առանց սոցիալական ցանցերի չի լինի, կամ կլինի։ Ինչ ես մտածում, հետաքրքիր հարց է։ Մենք նա օրինակ դու որ թիվ ես։ Շատ 35+։ Հա, օքեյ, ուրեմն բանը, տեսել ես կյանքը ինտերնետից դուրս էլի։ Ահա, ո՞նց չեմ տեսել։ Ապրում ենք, չէ։ Բայց փոքր ենք է։ Հա, բայց մեր ծնողները ապրում են, չէ։ Այդ Դեյվ Չապելը մի հատ լավ հումոր ունի, ասում է, պապս կարար, չէ, կներես Քրիս Ռոքն էր, խառնացի Քրիս Ռոքը, ասում է, պապս կարար հելներ գնար գործի, տենց քարտուն տենար երեխեքը մեռել են։ Տունը վառվել է, երեխեքը մեռել են, ինքը вообще կուրսել չի եղել, էլի, ասում է, կնո գործ սաղ օրվա ընթացքում կնիկս գրում է, խոսում ենք, գնում եմ տուն, հետո չեմ խոսում, գալիս ասում է, քիչ ես այդպես խոսում, ասում է, հիմա կնո չէ, ամուսնացած լինելը թվային դարում, չգիտեմ, 5 տարին, այդ առաջվա 50 տարին է։ Աբա ինչ։ Բայց այդ ասածն է, որ մարդիկ ապրում են մինչև է։ Բայց նա այն ժամանակ է նոստալգիան է։ Չէ, լավի վատի առումով չեմ ասում։ Բայց հիմա էլի կապրում է։ Թե հա էլի ապրում ենք։ Հեշտացել նոր տեխնոլոգիա չենք լրիվությամբ դեռ չենք տիրապետում, ոնց օրինակ սիգարետը, երբ որ նոր էր տարածվում, մարդիկ բժիշկները խորհուրդ էին տալի, չէ։ Սոցցանցերն ինչ որ առումով ինչ որ մի ժամանակ հետո ասելու են հետ ենք նայելու, ասելու ենք ոնց ենք էլի տենց մասսայական ուտում այդ կոնտենտը։ Ինֆորմացիան մի քիչ ուրիշ է։ Հիմա դու քո ուղեղը հիմա պատրաստ չէ առանց ինֆորմացիայի, այդքան պատոկի։ Չէ պատրաստ է։
Մարդիկ հատուկ են Վստահ ես։ սկսեն գնում դրան։ Չէ, օքեյ, 2 օր, 3 օր, բայց դու չես կարող այդքան ինֆորմացիա լցնել, դու չես կարող չուտես։ Քո ուղեղը սովորել ես, քանի Չէ, 10 տարվա ընթացքում մենք ուտել մեկը ավելի շատ ենք ստանում, բայց օրինակ ես հատուկ ամեն ինչ անում, որ այդ ինֆորմացիայի քանակը սահմանափակ է։ Բայց մեկը դաֆիգա է։ Մեկը շատ է, հա, ավելի շատ է, քան ինձ պետքա, որովհետև ես դրանից նեղվում եմ այդ Բայց քո ուղեղը սովորել է, որ ինքը այդքան ինֆո է ստանում օրական։ դոպամին է իր համար։ Համես զարգանում ես։ Նա ինչերից ենք խոսում, նա ինչ փաստեր ենք բերում։ Հիմա պատկերացրես կներես այդ պոդքասթը լներ 20 տարի առաջ։ Մենք հիմա ինչ խոսում ենք, մենք բերում ենք այն ինչ որ լսել ենք ինտերնետից։ Այսինքն գիրք չենք կարդացել մենք այդ TV ենք նայելու, գիրք ենք կարդալու։ Կինո ենք նայելու։ Կինո ենք նայելու։ Իմ քո բազան կինոյի վրա է ստեղծված, բայց հետո ինտերնետը մեզ օգնել է որ մենք զարգանանք, արդյունք այդ մենք օրինակ դու քան հատ գիրք ես կարդացել։ Շատ։ Ես 3։ Չէ, 3 հատ, երբ շաբաթվա մեջ եմ կարդացել։ Ես 3 հատ գիրք եմ կյանքում կարդացել։ Հա։ Որտեղ փոքր ժամանակվանից իմ համար կինոյի աշխարհը ավելի հետաքրքիր, քան թե գրքի աշխարհը, որտեղ ես բայց ինչ գիրք կարդացել եմ, օքեյ, ես տարվել եմ այդ գրքով, շատ արագ կարդացել եմ որ վերջանա, բայց մեկը կինոն իմ համար ես դոստուպ ունեցել եմ կինոնից, միշտ կա փոքր ժամանակ դաժե լիքը կասետներ էին արտասահմանից ուղարկում, հա։ Իմ համար կինոն ավելի լավը 15 հատ կինո նայեի, քան թե գիրք կարդամ, որտեղ ավելի արագ էր։ Մեկ է մի հատ բան կա այդ արագության զգացումը։ Հիմա դու պատրաստ ես կտրվես 2 ամսով, չեմ ասում 3 օրով։ Ասենք կտրվես, գնաս մի տեղ, հեռախոսդ մի կողմի վրա դնես, մենակ 2 ամսով։ Հա։ Այս պահի հոգեբանական վիճակով չէ, բայց ապագայում կարող է։ Հիմա հաստատ չեմ կա։ Ես թվում մարդիկ պատրաստ չեն, այսինքն մենք բողոքում ենք այդ ինֆորմացիայի շատությունից, բայց մենք պատրաստ չենք դա թողել։ Պատրաստ չենք, որովհետև կախվածություն ունենք։ Ոնց որ կախվածություն ունենք սիգարետից, ալկոհոլից, նարկոտիկներից։ Դե հուսամ, բայց դա չի նշանակում, որ դա լավ է մեր համար, էլի։ Օրինակ անընդհատ կինոյի դոստուպ ունենալ իմ համար ու հետևել լյուբոյ կինոյի դուրս գալոցող նորույթներին, օրեկան, որտեվ օրեկանից կարող է Դա բայց դա քո մասնագիտության մի մասն է, Իմ հոբի մի մասն է, որ դարձրել եմ մասնագիտություն, բայց ինչքան հետաքրքիր նորություններ է տեղի ունենում, նույն օրինակ նայ, չգիտեմ, գիտես որ երկրագնդի վրա գալիս է 3A Atlas-ը։ Երևի լսել ես։ Չէ։ Okay, ինքը տենց կոսմический օբյեկտ է, որը մեր հա, որ մի քիչ տարօրինակ է շարժվում։ Մեր տիեզերքից չի, հա, մեր տիեզերքի մեր արևային համակարգից չի, մտել է այդ արևային համակարգ ու շատ սխալ է իրան պահում ոնց որ կպային աստերոիդները։ Հա, այդ լսել եմ, հա, շատերն են դրա մասին հիմա։ Հա, հիմա արդեն ավելի շատ էս վերջերս, որտեղ դեմից բում եղավ, հետո էլի սառեց, բայց հիմա էլի սկսել է տենց շատ տարօրինակ իրան պայել ու հեսա Մարսի մոտ է հայտնվելու, տենց մի 15 օրից ու մենք ռեալ կտենանք այդ տենց ուրիշների կոսմический կառաբլ էր, աստերոիդ էր, թե ինչ էր, էլի, որ իսկական շատ տարօրինակ է իրան պահում։ Մենակ կոնսպիրոլոգիայի մասնագետները չեն խոսում, հա, ֆիկտիվ սրա մասին շատ մարդ է արդեն խոսում, որովհետև իսկականից ինչ որ տարօրինակ է ապահում, այսինքն կարա ռեալ նիզիմնոյ, օքեյ, մարդ կարող է մեջ չլինի, արմորական չլինի, կարող է զոնդ լինի։ Դա լա հետաքրքիր թեմա, չէ՞, այսինքն նույն կոսմոսի թեման ինձ շատ հետաքրքիր է, այսինքն այդի խոբիներից մեկն է, ես անընդհատ, չգիտեմ, ուտում եմ կոնտենտ։ Դες լավ բան է ինքը, վատ բան չի։ Չէ, ես չեմ ասում ինքը, նայ կոնտենտ ստանալը, ինչ որ մի բան ուսումնասիրելը, խորանալը լավ բան է։ Բայց երբ որ դու անընդհատ ժամերով ինչ որ random content ես նայում, դա ընդհանրապես լավ չի ազդում ուղղի վրա ու դրա մասով արդեն շատ ուսումնասիրություն է։ Այդ random content-ն է քո հետաքրքրություններից է գալիս։ Հա, հա, պարզ ալգորիթմը կախված է քո հետաքրքրություններից, բայց մեկը արանքում ինչ որ տարբեր բաներ ինքը փորձում է տալիս է։ Նայ օրինակ ես իմ TikTok-ում միշտ ասում եմ ոդկասթին շատ եմ սիրում։ Ես որտեվ իրոք լիքը լավ, շատ հետաքրքիր նիշովի բաներ եմ հայտնաբերում, որ ուրիշ դեպքում չէր կարող հայտնաբերել։ Օրինակ նա ես ոնց որ դու կինո ես սիրում, ես տենց համ կինո եմ սիրում, համ մյուզիկ, բայց մյուզիկը երևի ավելի բան է, առաջնային է։ Ու երաժշտության հետ կապված ես շատ նիշովի բաներ եմ գտե ինֆլուենսերներ կամ content creator ոնց ուզում եք ասենք ու կայֆ է ստանում ու շատ հետաքրքիր երաժշտություններ եմ ես հայտնաբերում այդ մարկանց օգնությամբ ու հա իրոք շատ լավ է ու այդ մարկանց սաղ աշխարհից նայում են իրանք լավ գործ են անում բայց ես մեկը իմ TikTok-ի օգտագործելու ժամկետը սահմանափակում եմ որտեղ ինչքան է դրած դե օրը Twitter-ը, Instagram-ը ու TikTok-ը իր հետ դրած է 50 րոպե Ծաղիրը հետ։ Հա։ Okay, դե։ Որտեվ
իմ մոտ մի պահ հասել էր նրան, որ ես օրը մի 4 քանի ժամ, հա, 3-4 ժամ Պրոստը թեքում էր։ Twitter-ը կարդում, TikTok-ին ու Reel-ին։ Ну TikTok ավելի շատ, քան Instagram։ Հիմա Instagram-ը չնայած ահագին լավացել է։ Հայ, մի հատ բան ասեմ, կներես։ Ուսում չընդհատեցի։ Բայց դու նայելու ես այդ ու հետո գնալու ես ստեղծես եսի ինչ։ Նայ, գնա ստեղծի եսի ինչ։ Կուբրիկը իր կասմический Ադիսյան ստեղծելուց առաջ կարծեցել է քան գիներ քին ասում է 70 քանի հատ գիրք։ Հա։ Հավաքել է սաղբազան, ստեղծել է կասմический Ադիսյան։ Հիմա այդ ինֆորմացիայի պատոկը, հիմա կարող ես ջուբոյային տաս, ասես մի կոնսպեկտած ինձ ասա, այսինքն հեշտ է դուստը։ Եթե դու նայելու ես այդ TikTok-ները գնաս ստեղծես եսի ինչ, կամ չգիտեմ, գնաս քո երեխու հետ հարաբերությունները վերանայես, կամ գնաս, չգիտեմ, քո կնոջ հետ հարաբերություն նայ, բայց եթե դու նայելու ես պրոստը ոնց են մարդիկ իրար դոնեյթ անում, որ չգիտեմ, արջուկ ուղարկի ատամները զուքանի չոտկով մաքրեմ, ապուշությունը։ դե հա, ապուշություն չի, դա ժամանցի միջոց է։ Հա, բայց նայ մի քանի րոպե նայելով այդ նույն բանը կարող ստենաս։ Նույն նայ օրինակ, չգիտեմ, մարդիկ կան, որ տարիներ շարունակ կարդում են այդ self-help գրքերը, ասինքն ինք աճելու մասին գրքեր ու լսում են մոտիվացիոն ինչ-որ բաներ Դեյվիդ Գոգինսն ժամերով լսում օրինակի համար Կարնեգի հա բայց ախպեր հերիք է այդ նույն բանը լսես գնա արա ինչ անի այն ինչ որ ուզում ես անես ինչ որ նպատակի համար ես չէ ուզում լհա գիտես օնա տարբեր բաներ է լսում չգիտի որ մեկը անի դե կողնորոշվի դրա վրա խորացի հենց այդ է որ TikTok-ի ու Instagram-ի վտանգը այն է նույն Facebook-ի ու մնացած սոցցանցերի որ դու անընդհատ նույն բանը լսում ես ժամանակդ սպանում ես լսի էլի բայց քիչ լսի ու մնացած ժամանակ օգտագործի այդ լսածը անելու վրա որտեվ անընդհատ լսելով ոնց են մարդիկ հարուստ դառնում կամ սպորտսմեն դառնում կամ ես ինչ անում դու տենց չես դառնալու անընդհատ դա չի կամ չգիտեմ մարդիկ կան ժամերով ոդկաստ են լսում օրը 3-4 ժամ ոդկաստ են ախպեր ինչի՞ կարամ 3-4 ժամ ոդկաստ հա բայց շատ է 3 ժամ դու ոդկաստ լսես կամ մնացած լավ կիրակի շաբաթ օրինակ չէ ամեն օր չէ ամեն օր ես տենց եղել եմ իմ մոտ պերիոդ կար օրը 2 հատ ոդկաստ էի լսում ու հետո հասկանում եմ որ ես զբաղված եմ ոդկաստ լսելով գիրք կարդալով Դիքը ոդկաստ սկսելուց առաջ էր դա շատ կարևոր է առաջ հա տես ու ընթացքում էր բայց տես չէ էդի բերես նրան որ այդ ին համար այնքան հետաքրքիր դառա որ ես ուզեցա դա ունենալ բայց երբ որ ես դա ունեցա ու սկսեցի դրա վրա աշխատեմ այդ ոդկաստների մեծամասնությունը իմ համար օգուտ չէր ես դրա համար ժամանակի ընթացքում ես փոխում եմ իմ դիետան հետաքրքրությունները սկզբում Ռոգն ես լսում հետո չես լսում հետո Հուբերման ես լսում հետո չես լսում ու տենց շարունակ այսինքն լսում եմ այն ինչ որ այս բարեդրությամբ ինձ պետք է օրինակ չգիտեմ պետքա հասկանամ դիետայից վրա ինչ պետք է անեմ փոխեմ կամ սպորտային կյանքից վրա ինչ կարամ փոխեմ այդ թեմայով գտնում եմ ոդկաստ կամ գիրք ուսումնասիրում եմ եթե դա չեմ անում էլ չեմ լսում բայց բաներ կա որ միշտ եմ նայում օրինակ չգիտեմ tech review-ները ես շատ եմ սիրում օրինակ չգիտեմ MKBHD-ին գիտես ինչ վիդեո գցի հա ոչ չգիտեմ ինչ վիդեո գցի ես նայում եմ կապ չունի այդ ապրանքից պետք է պետք չի դա որտեվ խաղաղում է ինքը կայֆ է լավ կոնտենտ է տալիս տենց հաճելի է էլի ու կարճ է ու հավես է ու ամենավատը քո ասածից գիտես որ նա աշխատում է որ նայի մոտիվացիա անի հաց սարքելը արա դա բայց ես ունեմ ընկերներ ու ընկերուներ ով ինձ կանչում են իրանց տուն գիտես ինչ արի 30 վայրկյանոց վիդեո նայե ոնց պետքա սարքել մի հատ ճաշատեսակ բառես մեր խոսալու հետ չի գնում այս ճաշատեսակ է սարքել որ նայել այդ վիդեոն ոնց պետք է սարքեն 30 վայրկյանը հա Այս ուտել սիրում եմ, էլի համով ուտել։ Ես չգիտեմ, լավ սարքում եմ, օրինակ լավ կրթություն ունեմ սարքելու, այսինքն եթե ես վատ բան եմ ուտում, ոնց սպանեմ այդ մարդուն։ Չգիտես, ասենք, ռեստորանում հետ շատ դժվար է։ Ու մարդ 30 վայրկյանոց վիդեո փորձել է սարքել 3 ժամում մի հատ դիշ։ Ու տենց չասնում է այդ ամեն ինչը։ Ու դու իրան ուղիղ ասում ես, որ էսի ուտելու բան չի, ինքը հաստատվում է դեպրեսիայի մեջ անգամ կյանքում ոչ բան չի սարքում, լավն է դա։ Հա դե բայց նայ դες էլի այդ կետին եկան որ 30 վայրկյան ինչ որ մի բան նայելով
Բայց փորձել է։ կարող է ներշնչվես ինչ որ Բայց կարող ես եմ որի դեմ որ տենց ուղիղ ասեմ եմ շատ վատն է կարող լավ ասեի նորմալ աշխատել։ աջակցեիր էլի Դա մարդը։ չեմ կարող։ Ուղիղ լնելն էլ է Հայաստանում տարօրինակ։ Մարդկանց հետ ուղիղ խոսում ես, ես նոր եմ սովորել, մի 5 տարի է։ 5 տարի է սովորել եմ։ Ասեմ այն ինչ որ մտածում եմ։ Հա։ Չեսնի։ Դժվար է ինքը, վտանգավոր է շատ այն մարդու համար ով է տանում, հա, որտեվ զգում ես որ չեն սիրում քեզ։ Հա, չէ՞ թե։ Բայց իմ համար շատ հեշտ է։ Շատ հեշտ է։ Բայց դու դրան ոնց է կանանք իմ մոտ է ահագին դժվար Ընթացք, հա, իմ մոտ է։ Դժվար ու երկար։ Շատ երկար։ Քեզ ճանաչելով էլի, ռեալ քեզ ճանաչելով, հասկանալով ինչն է սխալ անում ու շատ դժվար է։ Հա։ Հիմա թող ուրիշների համար դժվար է լինի։ Չէ, ես ահագին որ աշխատեցի որ կանամ ուղիղ ասեմ ինչ որ մտքին կա ու կարողանամ հանգիստ ասեմ Ազնիվ եմ։ ոչ։ Ու ազնիվ եմ, հա։ Ազնիվ եմ ես։ Այդ ինձ տղես օգնեց իրականում։ Որ տղես ծնվեց, խոստացա որ ես կյանքում տղուց չեմ խաբելու։ Մանրուքի մեջ է, որ ասեմ մուրցիկ կդնեմ ու քնի չդնեմ։ Հա, դաժե տենց բաներ չեմ խաբում, էլի։ Առաջինը ֆիդբեք տալու մեջ։ Ու դա ինձ սովորացրեց, որ կարա նենց լինի, որ մարդու հետ դու միշտ ազնիվ լինես ու դրա ամենալավ հարաբերություններ ունենաք։ Ամենալավ, որը կարա երբևէ լինի։ Խելացի մարդկանց հետ։ Այ, օրինակ իմ գործի մեջ ասեմ, հա, որտեղ կյանքի մեծ մասը, դե չասեմ 90%-ը չքնած ժամանակ այդ մեկը աշխատանքն է։ Դες տունը կինո եմ նայում, մեկը գործի համար եմ անը։ Խելոք մարդուն խելացի խելոք մարդը ինչ որ ինտելեկտուալ մարդուն լավ, հա։ Ֆիդբեք տալուց հետո, այսինքն ես ռիսկ եմ ֆիդբեք տալի, ես չի ասում եմ, օй գիտես, սա լավ է, բայց մի քիչ sense, ասում չէ գավնո է։ Դի մարդ շատ ստոյկ լինի, որ չզզվի քեզանից, ուրախանա քո տված ֆիդբեքով ու մյուս անգամ փորձի ավելի լավ ան։ Բայց այդ մարդիկ, ով որ տենց են անում, ցույց մեզ աճում են։ Հա։ Որտեվ մեր հանդիպել են որոշ մարդիկ տենց եղել ու դա օգնել է որ մեզ աճեն։ Մենք աճենք։ Երևի։ Ես տենց չեմ խորացել անկեղծ ասած, ես շատ կուզենայի մենթոր ունենալ իմ կյանքում, որտեվ ես շատ սխալներ եմ արել իմ կյանքում, հա, այսինքն որտեվ 18 տարեկանից 19 տարեկանից զբաղվել եմ իմ բիզնեսով, շատ սխալ որտեվ ժամանակ ես պետք է վայելեի իմ մանկությունը կարելի ասել, հա։ Բայց չէ, ես իմ օֆիսը բան, տենց չգիտեմ, սայտեր ենք սարքում, ես իմ ինչեր ենք անում, բան ենք անում, հետո ճգնում ես որ դու ջահելություն չես ունենում։ Հետո զգում ես այն ժամանակ, որ դու պետք է ջահելություն ես քո ընկերների հետ, չգիտեմ, գնաս ես իմ օր, դու հայերեն ասած 10-ով կա ես տենում, որ քո օֆիսի փողը 10, աշխատավարձ 10, ես իմ ինչ անես։ Ու դու հետո գալիս է մի հատ ժամանակ, որ դու արդեն քեզ կարաս թույլ տաս տենց պահես, դու արդեն ունես գումար, չգիտեմ, դու արդեն դու ժամանակ բալիբոմ չունես, դու զգում ես, որ դու այն կայֆերը, որ մարդիկ արել են 18 տարեկան, 19 տարեկան, դու չես արել։ Հմ։ Ու այդ քրիզի սրեդնովի возраста գաղափարն է, հա, այսինքն որ դու պախատեսեղը շուտվանես, դու ուզում ես գնաս կարծին քշես, դու ուզում ես գնաս տեղ, դու ուզում ես գնաս տեղ, մեկը հասկանում ես, որ կարող դի մի քիչ արագ մեծանալ, ջգում ես չեմ։ Հենց մեծանաս կմեռնես։ Եկե այդ մեծանալու հարցն է, չէ՞, շատ Հայաստանում հետաքրքիր, բայց դա էլ է փոխվում։ Ինչ առումով։ Համնակ ես ընկեր ունեմ, որ մանկությունից ստաչիա մնացել, ու տենց ինքը տոտալիզատորներից թույլ է, խմելուց թույլ է, հա, այսինքն ստերեոտիպային հայ ընկեր պատկերացրեք քեզ։ Ասում եմ, արի սամակատ վերցնենք ու ես իրեն տենում եմ ամիսը մի անգամ, բայց պիտի տենամ, դու շատ սիրում կարոտում եմ։ Ասում եմ, արի սամակատ վերցնենք, ավտոյով քեզ չտանեմ, սամակատ վերցնենք, քեզ սամակատով տանեմ դու, ասում եմ 50 տարեկան ես ախպեր, սամակատ։ Այ 50 չեմ, 35 եմ, ջոկ։ Իսկ սկսենք դեդ։ Այսինքն այդ մեծանալու, որ դու 35-ում իր համար ինքը արդեն 50 է իրան զգում, ինքը մտածում է ինքը սամակատ չի կարա քշի։ Այդ մարդկանց այդ ամաչելու զգացումը Հայաստանում շատ խանգարում է։ Ու ինչից են ամաչում, չես կարող հասկանալ, դες։ Դե կարծրատիպ էր ստեղծված, որ դու պետք է կարծրատիպի մեջ լինես, օրինակ բան է, մի անգամ հիշում եմ մաման ասաց, երբ որ մեծ ընկերության տնօրեն էի, տենց շորտիկներով օֆիս էի գնաց։ Չեմ հիշում, մամայի հետ պետք է հանդիպենք, ինչ անենք, մաման ասում է տնօրեն տղա ես, քեզ շորտիկ ա, ասում, ամեն թե տնօրեն ու անպայման պետք է կոստյում շալվարով գնամ, օրինակ, էլի։ Բայց մեկը մտածում ես, չէ՞ ասացի վրա։
Հա դե մտածում ես։ Հա, ասում ես, արա մի վարքան, եթե ասին, Եթե մաման ա տենց ասում, Հա։ մաման իմ հետ ազնիվ է ասում, Հա։ ուրեմն գործի տեղն էլ են մարդիկ հա, մտածում, տես որ մտածում։ այսով այս մեր տնօրենը Ապա, մեկս շոպիկով ինչ-որ- եկի գործի։ Հայերեն ասած, պարաշա ենք գցում մեջը, չէ, այսինքն ճոգում ես, որ արա նիֆիգա, չէ, ես ճիշտ եմ, բայց ամեն անգամ չէ, ես ճիշտ եմ, ինչ որ բան քեզնից տանում եմ։ Այդ ամա չէ, ուրիշի այդ է ասում էլի, ինչ անես մեկա խոսալու են։ Այդ գիտես որն է, Բայց ասում շալմարով գնայր, ասելու են, չէ, ձև տված է, չէ։ Շորտիկով գնայր, ասեն էսով է, չէ։ Այսինքն մեկա ինչ անես խոսալու են։ հա դրա համար ավելի լավ անես, այնպես Ինչ որ ուզում ես։ Այդ միշտ պոդքասթում ես ասում եմ, որ ինչ անես լիքը մարդ չի հավանելու, լիքը մարդ հավանելու է, Ալիքի բաց է սաղ։ հա, դենց որ ավելի լավ անես, այն ինչ որ ուզում ես։ Որտեվ Իրոք գնացեք, ստեղծեք, այն ինչ որ ուզում եք ստեղծեք։ ստեղծելը լավ է, նա։ Շատ кайֆ է։ Երևի ես կյանքը տվածա ստեղծելու Բայց նաև վախենալու է։ Նա ինչ է ստեղծում։ Օրինակ կարս երեխա ստեղծես։ Ինչ է ստեղծում ես, դու պատասխանատվություն ես դրա համար։ Բայց առանց պատասխանատվությունը ինքը մարդկանց համար շատ վախենալու է։ Բայց չկա առանց ստեղծելու կյանք։ Այսինքն ստեղծել գաղափարը հենց եկել է կյանք տալ գաղափարից։ Այսինքն կապ չունի, կինո է ստեղծում, երեխա է ստեղծում, մուզիկա է ստեղծում, ռադիո հաղորդում, պոդքասթ, այսինքն գյուբոյ մարդու պրիդնազնաչենիա ստեղծելն է։ Չես գացա այն մարդիկ, որ ինչ-որ անձնական ամբիցիաներ մի քիչ ունեն, արագ ուզում են ամուսնանալ, երեխա ունենան։ Էլի որ բան ասում, բայց ոչինչ, էլի շատ բան ասում։ Այսինքն իրանք են ստեղծում, այսինքն մարդ ուզում է ստեղծի։ Հա, մի բան Ստեղծես։ Հա, ստեղծես։ Այլ կապ չունի։ Այն սանտեխնիկը, որ սարքում է, ինքն էլ է ստեղծում։ Իհարկե ստեղծում է։ Հա։ Ես լուրջ եմ ասում, սանտեխնիկ եմ տեսել, որ մի քանի ամիս առաջ այդ տղեն is ոգևոր է լուրջ եմ։ Նես գործ իր արեց, նես պրոֆեսիոնալ։ Սիրելով։ Արա մարդ չի կարող իր գործը տենց հանի, եթե չխորանա, ասինքն չսիրի։ Որովհետև որ ասեցի Կա խմացել։ Չէ, խմած չէ, շատ ակուրատնի, հագնված, նորմալ, զանգին նորմալ պատասխանեց, այն ժամին որ ասել էր եկավ, ֆանտաստիկ գործ արեց։ Լիստով, հա, լիստով է գտել, լիստեմով է պոիսկ տվել ու բանը, որ ինչ ուզես կրկնակին տվեցի։ Հա, իմ մոտ, հա։ Կրկնակին տվեցի, որովհետև ես այդ տղով հիացա, որովհետև մարդը իր գործը լավ էր անում։ Իսկ գումես որ Հայաստանում դժվար է գնահատելը, դժվար են գնահատում։ Հա, եթե որովհետև շատ մարդ իր գործը։ Ես այդ թեմա խորացել եմ, լքիստում մի հատ քո կարծիքը ասա, էլի։ Ինձ թվում է շատ մարդ դիմացինի գործը չի կարողանում գնահատի, լավ գործը, որովհետև իրանք ամեն ինչ կիսատ բռատ են անում։ Համը վախենում են։ Ու լավ գործը չեն հավատում։ Համը վախենում են։ Ինչի՞։ Համը չեն հավատում, որ էդի լավն է, որտեվ իրանք կարող է խափեն, հա։ Հաստատ կան, դա ես վստահ եմ։ Մարդիկ Հայաստանում գնահատել է Հայաստանում ամենամեծ խնդիրներից մեկը։ Նաև գալիս է քո ինքնավստահությունից, չէ՞ որ դու, ասինքն դու չգիտես քեզ խափել են, թե չէ։ Էլի գալիս է պոֆիգիզմը, հա, այսինքն նայ պահա գալի, օրինակ եկավ քո ժամանակ քո մոտ են պահ, որ դու հասկացար, որ դու սոված չես մնալու։ Եղել է այդի։ Հա, եկել է։ Իմ մոտ էլ է եղել։ Ես դաժե օրով կարամ հիշեմ երբեր, որ հասկացա, որ ռավ դու սոված չես մնալու։ Կյանքում դի Մոսկվայում եմ, ես որ ես աշխատում եմ գրուշիկ։ Ու ես հասկացա, եթե ես ցրտին կարում եմ 4 հատ տենց պիվի ящик տանեմ դնեմ ուրիշ ավտո, ես հասկացա, սոված չեմ ասում են 20 տարեկան էի, 19 տարեկան է։ Չեմ ասում են փոքր հաջողությունները, որ հասկացա, որ չէ, ես այդ ժամանակ պրոստը հասկացա, որ սոված չեմ մնա։ Այս ժամանակ որ դու հասկանում ես, քո կյանքը ու դու քո հանդեպ սկսում եք փոխվել։ Ու սկսում եք իրար ընթառաջ գնալ։ Դու քո կյանքը, դու քո մտքերը ու դու սկսում ես փոխվել։ Երկրորդ իմ этаպը եղել է 30-ից հետո։ Ես որ հասկացա, որ ես ինչքան է ազնիվ եմ, ես մեկը ապրում եմ ստի մեջ։ Ես այն չեմ ինչ որ պատկերացնում եմ, ես այն չեմ ինչ կողքից ինձ տենում են, ու ես այն չեմ ինչ կուզենայի, որ ինձ կողքից տենային։ Ու ես սկսեցի խոսալ ճիշտ ու սկսեցի լինել ազնիվ։ Ու ազնիվ ֆիդբեքներ։ Հա, լիքը մարդու նեղացրեցի, անձնական կյանք սաղագին վարի գնաց, բայց ես հասկացա, որ ինձ հեշտ է տենց։ Որտեղ ես հասկացա, որ ես ապրում եմ մի կյանք, ես սիրում եմ իմ գործը, ես հպարտանում եմ իմ գործով, ոչ թե այն ինչով արել եմ, այլ որ ես զբաղվում եմ դրանով, ես ուզում եմ ազնիվ լինեմ իմ հանդեպ,
իմ կողքից մարդու հանդեպ, մեկ է իմ ընտանիքիս հանդեպ ու գործիս հանդեպ։ Այդ ժամանակ դու մեծանում ես։ Հա։ Երեխա մնալով։ Չէ, դե բանը այն որ մի հատ փուլ է գալիս շատերի մոտ, ինչ որ մարդկանց մոտ շուտ է գալի 20-ականների 25-ում, 26-ում, ինչ որ մարդկանց մոտ 30, ինչ կա մարդկանց 40-ից հետո մարդկա որ տենց է չի գալի, որ մարդ սկսում է ոնց որ իրականում ինքը իրան ճանաչել, հայտնագործել ու խորանալ։ Իսկ ընդունելը երբ է գալիս։ Չգիտեմ, դա մոտ չի եկի չեմ կարաս։ Դա դեպի ամենադժվարն է, չէ՞։ Հա, որտեվ Որ ընդունես քեզ, նայած ոնց որ դու կաս։ Դժվարն է, ամենադժվարն։ Դու կարաս անկեղծ լինես, բայց որ ընդունես քեզ, նայած ոնց որ դու կաս, քո կիքսերով։ Okay, դու քո կիքսերը, քո թերությունները կարաս ուրիշի մոտ ցույց տաս, ու դա այդ մեր ասած գալ նրան, որ դու ունես անկեղծ ծավալ, բայց ընդունել քեզ տենց, այդ երևի արդեն դե գարմոնիան է։ երևի պետք է ընդունես նենց ոնց որ կաս, հասկանալով նաև ով կարաս լնես, որ նաև ով որ կաս այդ եսը ինքը այդ self-ը ինքը շատ հոսող ոնց որ բանալի տատանվող փոխվող հատկապես կրեատիվ մարդկանց մոտ ովքեր իրանց տեսակով ստեղծագործող են այս ստեղծագործելը հենց բերեմ նրան որ քո եսը տատանվող է որտեվ դու անընդհատ նոր բան ես բացահայտում անընդհատ նոր բան ես ստեղծում այդ բացահայտելու ստեղծելու ընթացքը քո եսը փոխում է օրինակ կարող եմ պոդքասթ անել ես այդ պոդքասթից հետո ես փոխվեմ որտեվ այդքան ճիշտ պահին ճիշտ բանը ես լսեցի Ես ավելի կամ կարողացա արտահայտվեմ Ես ավելի մի քիչ հասարակ բաների մասին եմ ասում, օրինակ նայ, ես արթնում ժամը 1-ին, 12-ից կես։ Ես տենց ցերեկը 12-ից կես արթնում։ Հա, օրինակ չես բերում, հենց տենց։ Չէ, հենց տենց է։ Okay, 11-ից կես արթնանում եմ, բայց մինչև 12-ից կես տեղերից մեջ եմ, հա։ Դա մասը սար գիտեմ։ Որտեվ ես գիշերը կինո եմ նայում, ես գիշերը կոնտենտ եմ ուտում, որտեվ ես պետք է կոնտենտ ուտել։ Ու ես մինչև 12-ից կես տեղերից մեջ եմ։ Ես տենց եմ, բայց ես ինձ տենց չեմ ընդունում։ Ես կուզեի այդ տենց չներ։ Այ իմ ասած այն է, որ երբ ես դու ընդունելու քեզ նենց ու սիրես քեզ նենց ոնց որ դու կաս։ Մենք գիտենք, մենք մեզ okay, եթե անկեղծ ենք տենց մատուցում ենք, օրինակ ես ինչ որ ժամանակ եկա, որ ես իմ ընտանիքի անդամներին, papayin, mamayin, աղբորս հասկացրեցի, որ ժող, ես գիտեմ, որ դուք ինձ շատ սիրում եք, բայց ես խառնեմ, ես չեմ կարա ձեզ ամեն օր կամ շաբաթը 2 անգամ տեսնեմ։ Ինչքան է վատը, ինչքան է շատ սիրում եմ իրանց, որտեվ երևի եթե ինտելեկտ ունեմ, շնորհակալ եմ իրանց համար գեների համար, մեկ է ոնց են ինձ մինչև 10 տարեկան մեծացրել, հա, որտեվ նախ առաջին հեքիաթներ են կարդացել, որտեվ ֆանտազիոր եմ դառել, իսկ ֆանտազիան ու ֆանտազիան հեքիաթներին հավատալը մեր գործի մեջ ամենակարևոր բանն է։ Այն պրոդյուսերը կամ այն ռեժիսորը, որ չի ուզում ստանա Օսկար, ինձ իմ համար ինձ սխալ գործով զբաղվում էլի։ Իսկ եթե ինձ հեքիաթ չկարդան, ես չէի հավատա, որ ես կարող եմ ստանամ Օսկար, ես ռեալ հավատում եմ։ Ինչքան է ինքը հերոյ է, ինչքան է հիմա ինքը շատ հերոյ է, հա, բայց որ նայ, Հայաստանում խնդիրներից ամենամեծը գիտես որն է։ Ռուսերեն ասած «Медные трубы», հայերեն ասած «Աստղայինը տանելը»։ Իմ կարծիքով ինչքան ես շփվել եմ շատ մարդկանց հետ եմ ճանաչել, շատ մարդկանց եմ սկզբից տեսել, հետո ուրիշ ձև եմ տեսել։ Իրանց ոչ թե այդ ռասկոշնի կյանքն է փոխում, այլ իրանց փոխում է իրանց փոքր երազանքներ դնելը։ Այսինքն ինքը իրան դնում է երազանք, որ իրենքը դա հայտնի դառնա։ Նայ, այդ երազանքը հստակ չի, որտեղ հայտնի դառնա։ Հայաստանում քանի րոպեում կարանք հայտնի սարքենք մարդուն։ 4 օր։ Արագ կարելի է ստեղանել, 4 օր, ռեալ։ Լավ, մի ամիս։ Դրա համար նպատակների փոքր լինելը ու լյուբոյ մարդու, կապ չունի բիզնեսմենն է, դերասանն է, ռեժիսորը, ինքը հասնում է դրան ու ինքը իրան կայացած է համարում։ Հենց մարդ ինքը իրան կայացած ճանաչեց, այդ մարդու հետ ինձ արդեն շատ դժվար է շփվել։ Որտեվ ես ինձ կայացած չեմ համարում, որտեվ ես ուզում եմ Օսկար ստանամ։ Ինձ դժվար է շփվել այն մարդու հետ, որ ինքը իրան կայացած է համարում, ու մենք տարբեր հարթությունների մեջ ենք լինում։ Որտեվ եթե ես իր հետ ուզում եմ աշխատեմ, իմ ու իր աշխատանքը իր հետ լինի, մենակ
առաջ ու թազա բաներ հորինել է, էլի։ Իսկ ինքը արդեն կայացած է։ Հասկանում ես իրան։ Պետքա պահել է, իսկ ինձ պետքա աճել։ Հետաքրքիր բան ես ասում։ Չիլի կենաց։ Հա։ Իր հետ հեշտ է աշխատել։ Չիլի շատ գետնին կպած է։ Չիլի շատ գետնին կպած է։ Իմիջալոց մի քանի դերասան է զարմացրել ինձ, որտեվ նայ, մենք կինոյից այդքան չխոսացինք, կինոդրանից այդքան չխոսացինք։ Դե կարանք հետ գնանք այդ թեմային։ Մեր գործը շատ հետաքրքիր է, այսինքն ես շոուրաներ եմ համարվում, այդ որն է, որ ինքը մտածում է պրոյեկտը, ինքը ընտրում է ռեժիսորին, ինքը ընտրում է ով որ սցենարիստներն են աշխատում տեղ, ինքը անում է կաստինգը այդ պրոյեկտի համար ու գործի բերումով շփվում է սաղի հետ։ Ու շատ հետաքրքիր է համ է բարդ է, հա, որտեվ սյոմիշնի սաստավից մինչև դերասաններ, մինչև ռեժիսոր սաղի հետ աշխատում ես։ Ու երկրորդ պրոյեկտից հետո որ ես հասկացա, որ Հայաստանում շատ դժվար է լինելու, հեկես սկսեցի ծանոթանալ մարդկանց հետ, ով սկսեցին զարմացնել։ Օրինակ Սոս Ջանիբեկյան։ Հա։ Զարմացնել լավ առումով։ Զարմացնել լավ առումով։ Որտեվ նայ իր մոդել այդ ուր ինքը գնում կարող է շատ դրաշ չի, բայց ինքը հասկանում է ուր ինքը հիմա ինքը ինչ որ կուզեր էլի, ովքեր հայտնի դառնալը by default իր մոտ կստացվի, որտեղ ինքը տաղանդավոր է, հա, բայց ինձ թվում է սոսը պիետ ձգտում է շատ ավելին։ Օրինակ նույն Չիլը, հա, այսինքն Չիլի հետ երբ որ մենք խոսացինք ու առաջինը Սուրբն էր, որտեղ ինքը նկարվեց, իսկ ստեղ ինքը գլխավոր դերում է, ու մոտեցումը իր կերպարին, դες մաս շաբլոն բան եմ, չէ՞ ասում, մոտեցումը կերպարին։ Բայց ես չէի պատկերացնի, որ այդ տղեն իսկականից կգնա պարապմունքի ամեն օր, ինքը կդառնա բոքսեր, ինքը իսկականից արդեն բոքսեր է դառը։ Ու ոնց է ինքը մոտենում Նայ, տես մենք խոսում ենք պրոֆեսիոնալ, օրինակ պրոֆեսիոնալ բառը քո համար ինչ է նշանակում։ Օրինակ ինչ է Հայաստանում պրոֆեսիոնալ մարդ արտահայտությունը։ Հայաստանում ինչ է։ Կամ պրոֆեսիոնալներ Հայաստանում։ Այս միջավայրի համար, հա։ Բայց քիչ են, շատ քիչ են։ Բայց այս միջավայրի պրոֆեսիոնալը կարող է նույն ուրիշ միջավայրում միջակ համարվի։ Բայց դժվար չի Հայաստանում պրոֆեսիոնալներ գտնել։ Շատ դժվար է։ Իսկ ինչի չկան Հայաստանում պրոֆեսիոնալներ։ Որտեվ շատ ոլորտներում այդ մարդկանց կարիքը չկա։ Իսկ ահա մարդկանց չեն մոտիվացնում ու ասում որ իրանք լավն են, որ իրանք աճեն։ Օրինակ նայ, դու շատ մարդ գիտես որ Հայաստանում, հա, շատ մարդ գիտես որ Հայաստանից հայտնի է դարել աշխարհին։ Հայաստանցի հայ, Հայաստանցի հայ։ Երկու հոգի գիտեմ հաստատ։ Տիգրան Համասյանը, նույնը ես եմ ասում, Մխիթարյանը, ֆուտբոլիստ, Արտուրը, Արչը, բարբիստ։ Okay, այդ մի քիչ վերապահումներով։ Բան է, սպորտաձևն է։ Ну, համենայնիվ աշխարհում ինքը իր ոլորտում շատ հայտնի է։ Հա, սպորտի հաշվին, այսինքն նայես մենակ սպորտ է ինքը։ Դե Տիգրանն է կարաս մենակ երաժշտությունը։ Հա, ինքն է մենակ երաժշտություն է։ Այ իմ շատ այն է Մխիթարյանի պրոստը աշխատասիրությունը Դա շատ կարևոր է։ Ես սպասում եմ կամ Մխիթարյանի մասին սերիալ նկարենք։ Հա։ Որտեղ շատ հետաքրքիր սերիալ կարալն է, էլի, շատ հետաքրքիր։ Գիտեմ, հիմա գիրքա գրեմ, հուսամ նայեմ քո պատկաստ, նայեմ քո պատկաստը Մխիթարյանը։ Չգիտեմ, ճիշտ ասած։ Դա ասածս գիտես, որ Հայաստանից խի հայտնի չեն դառնում մարդիկ։ Ինչի չեն դառնում։ Ես Ինչի չեն կարծիքս տամ։ Ինձ հետաքրքիր քո կարծիքը։ Որտեվ մենք քլնգում ենք ամեն ինչ։ Որտեվ մեր support-ը քլնգելն է։ Այսինքն, օրինակ, մաման բիզնես էր սկսում, հա։ Մանկապարտեզ պիտի բացեր մաման դաստիարակ կամ մանկական, հա։ Բայց դաժե ես, որ ասենք, չգիտեմ, ինձ մոտիվատոր համարում եմ, ասի մամ ջան, թարգի մեռնեմ, այսինքն ես դաժե տենց զգացի, ինչ որ պահ, չէ, հետո էլի դուխ տվեցի, բայց զգացի, որ մամային ստոպ եմ տալիս։ Հա։ Ու Հայաստանում մոտիվացիա տալ, ճիշտ ֆիդբեք տալ ու առաջ բրթել։ Մենք սաղս քլնգող ենք։ Մենք մեր օրինակ մեր սերիալները նկարում ենք, շախմատի սերիալը բանի մասին է, ուղեղի բուսթանող դեղի մասին է,
Բան unlimited-ի նման։ Աբրես, բայց նմանա մենակ դեղը։ Հա։ Ինչքան Բայց տենց գաղափարը միլիոն հատ կինոյում սերիալ աբրես, կարալնի։ սա չնայած սերիալը ախպեր կոմփի արած բանն է, limitless-ն է։ Դա limitless Հա, unlimited չէ։ ինչ օբլեստից մինը, բայց ինքը չի Bradley նայ։ Cooper-ի։ Հա, Bradley Cooper-ի։ Միջոց Հայաստանում այդ թեմաները հետաքրքիր է, սիրում են թեմաներ ուղեղի հետ կապված, սուպերուժ ստանալու հետ կապված։ Կարելի է հայկական սուպերհերոս անել։ Գիտես ինչ էին խորացած վերջերս, ինչ հայկական սուպերհերոս կարա լինի։ Ռեալ, այսինքն նեն սուպերհերոս, որ կարանանք նկարենք, արի այդ մտածենք։ Как раз սա ավտոր կգրենք ես։ Մենք կարամ ասեմ ինչ ենք խորացել։ Բան կարանք անենք։ Նա օրինակ հայկական կոնտեքստի մեջ տեն սուպերհերոսը շատ հետաքրքիր կլինի ու օգտակար որ կարողանա հասկանալ իրան խափում ես թե չէ։ Կամ ընդհանրապես հասկանա Այդ բարիոր երկուսներ։ Խափում ես թե չէ։ Դե բարիոր երկուսներ։ Հա, դες բանը եղել։ Հա։ Երկրորդ այդքան չհավանեցի, առաջինը ավելի լավն էր, բայց գաղափարը։ Դուք ինչի վրա եք խորացել։ Լսի, մենք մի հատ սատիրիկ կերպարի վրա էինք խորացել, որ այտենց այ մարդն է, էլի։ Այ մարդ։ Հա։ Այ մարդն է։ Այ որ սխալ սուպեր ուժերուն, բան սխալ օգնում է, էլի։ Այսինքն անդադ օգնում է, բայց իր դուբոյ օգնություն վերջում վնասալ։ Բանի նման, սպասեն, Will Smith-ը մի հատ տես կինո ուներ, Hancock, Ավելի շատ սուպեր բանի, համարը, հա, բայց տենց չնայած ալկոգոլիկ էր։ Այն ալկոգոլիկ։ Իմիջիալից առաջին սուպերհերոսական կինոներից էր, որը վատը չէր, այսինքն եթե թիմա դուրս գար կամ դաժե 10 տարի առաջ լավ կասա հավաքած կներ։ Չէ, բայց լավն է։ Այդ մենք ենք սիրել, որտեղ մենք կինո սպառող ենք շատ։ Հա։ Փողքի չհավաքի, հա։ Օրինակ նայ կինոներ կա, որ մենք գիտենք, բայց ինքը կասվի պրավալա է եղել։ Օրինակ։ Օրինակ Արնոլդ Շվարցենեգգերի, որ մտնում է կինոյի մեջ։ Տոմսով երեխան։ Կարող ես հիշես։ Հա, հիշում եմ։ Այդ կինոն քրիտիկները գմփցրել են, կասան տրակ, բայց ինքը տենց հիմա կարա մասկուլտ համարվի կինոներից։ Որտեղ ոնց էին խաղում, ինչ ստերեոտիպեր են մեջ, որ սաղ դերասան աղջիկը սիրուն են նայի մեջը։ Այ հիմա այդ կինոն, որ գնացեք նայեք, ոնց էր կոչվում։ Բարբին։ Սուպերգերոյ։ Ինչ սուպերգերոյ։ Չեմ հիշի անունը հիմա։ Արնոլդ Շվարցենեգգեր որ խափն էր, որ երեխան տոմսով մտնում էր կինոյի մեջ։ Բանը նման գաղափարով բան էր, էլի Բարբին էր, պրինցիպի նման էր ինչ որ բանով։ Հա։ Հա, Բարբին շատ լավն էր։ Բարբին շատ լավն էր, որովհետև համ կայֆավատեր են ֆեմինիզմի վրա, համ սեքսիզմի վրա, ամեն ինչի վրա կայֆավատեր են Բարբին։ Ունես նուրբ կայֆավատերն են, որ համ տղեկն են ջոգում, համ աղջիկներն են ջոգում։ Հա, կստացի քել տենց մի հատ բան անենք։ Կինոները ասենք, որ լավն են, բայց box office-ում փող չեն հավաքել։ Շոշենք առաջինը։ Երկրորդը ես ասեմ բանը իդիոկրատիկա։ Իդիոկրատիա։ Էլի փող չի հավաքել, բայց հիմա շատ են ցիտում այդ կինոն, շատ։ Իդիոկրատիան դե։ Գիտեր որովհետեւ բանը սա հերոսները որ կրոքսերով են։ Հա, դա կրոքսը տեղից է առաջացել։ Հա, բայց կրոքսը ջանը չի եղել։ Հայ Իդիոկրատիան շատ լավն է։ Էլ ինչ։ Բանը սպիսակ Դարվինը։ Սպիսակ իրական փաստերի վրա նկար, դա գիտես, կա սպիսակ պրեմիա Դարվինը։ Հա։ Այդ ամենադեբիլ մահերով մահացած մարդիկ են։ Հիմա իրանք վերցրել են ռեալ փաստերը, այդ առանձին պատմությունների վրա կինո են սարքել։ Ինքը տենց սպիսակ Դարվինը մեր Ես չեմ տեսել։ Որ թիվա։ Չեմ հիշի 99 երևի 2001, բայց թիվը կապ չունի տենց։ Իրա, ասում եմ, մի քանի հատ ոնց են իրանց նկարը, դա շատ լավն է։ Ինքը գեղարվեստական ֆիլմ է սարքած։ Հա։ Մեկը էլի սատիրիկ կոմեդիաներից, որը տենց առանձին սկեչեր է, Լուկա Վինովսի, չգիտեմ նայել ես, Onion News-ը, գիտես։ Հա, գիտեմ։ Այնքան կինո հանեցին 2004-էր, 2002-էր, առանձին կինո էր ու բայց էլ լավ չստացվեց դա։ Onion News-ը, դա ինքը էլի մասկուլտի մեջ է մտել, որտեղ լիքը բան ինչ է, ցիտվում է դրա մեջ։ Բանն է Blade Runner-ն է։ Էլի box office-ում շատ վատ վիճակ ա եղել մոտը։ Առաջինը։ Հա։ Բայց կուլտովի կինո էր ինքը։ Հա, բա ինչ էր, որ կուլտովի չներ, այսքան չի խորանա։ Տենց մեծերից ասենք, թե փոքրերից ասենք։ Մեծերից է փոքրերից է։ Օ, հետաքրքիրներից։ Ռադիո Վալնա ֆիլմ կա, ֆանտաստիկա է, որ տղեն կապնվում է հոր հետ, մահացած հոր հետ։ Իրանք տունը ռադիոպրիոմնիկ ունեն, ուզատմենիա է ալնում, շատ քիչ մարդ է միջելուց նայ։ Լավ կինո է, բայց էլի հին կինո է։ Հա,
Արի չհասենք հին կինո, արի չհասենք կինո թազասենք, լավ կինո։ Պոդքասթի սկզբում ասեցի։ Մեկ մի հատ կինո կկա, նայել ես, դա խորհուրդ տանք էլի, կոչվում է Человек Земли։ Այդ են Արի պատմությունը կարճ ասեմ, պատկերացրա, դու դասախոս ես ու գործից դուրս ես գալի, քեզ գալիս են ճանապարհին քո դասախոսները։ հա որ պատմում է որ ինքը պատմում է 200,000 տարի ապրում է։ Այդ կինոն գիտես երբեմն է 4 ամիս առաջ։ Հա, կարաս։ Ու բանը, ես չէի լսել այդ ֆիլմի մասին։ Ու կստացի գիտես ոնց է այդ կինոյի մասին ասի։ TikTok-ով։ Հա։ Ո՞դես օգնում է։ Հա, ու մինչև վերջ նայեցի, ոք հետաքրքիր էր։ Հետաքրքիր կինո էր։ Վերջը պատմությունն էր հետաքրքիր։ Ընթացքը շատ լավ էր։ Վերջը ինձ դուրս չեկավ, բայց հաստատ արժեր այդ կինոն մինչև վերջը նայել։ Բայց հետաքրքիր է, այսինքն մարդ պատմա, որ ինքը 200,000 տարի ապրել է ու մարդնակցել է համաշխարհային իրադարձությունները, հա։ Դա էլ ինչ կասես։ Լավ լնենք։ Չէ, կինոներից։ Հա։ Հետաքրքիր կինոներից, որ նայած չեն լինի։ Դա Notting Hill-ը քիչ մարդը նայ շատ ցավոք սրտի։ Այդ ինչ մասը։ Ջուլիա Ռոբերտս Grant։ Էլի Զոլուշկինը։ Հա։ Ինձ դուրա գալի Զոլուշկեքը պրոստը տեղերը խառնած։ Որ տեղեն ալնում Զոլուշկի դերում։ Իրա բան իսպանսկի ստիլը մի քիչ ամաչելու բանը տղեկի մոտ ու աղջիկի մոտ ավելի շատ է։ Notting Hill-ը Ջուլիա Ռոբերտսն ու Grant-ը, որ Grant-ը գրքերի խաունտ ունի։ Ջուլիա Ռոբերտսն է հայտնի համաշխարհային դերասանուհի ամերիկացի, որ գալիս է Անգլիա, կինոյում պիտի նկարվի։ Ու մտնում է մի ամիտ գրքի խաունտ ու սիրարվում են իրար։ Հա։ Իսկ բանը նայել ես The Battle After Another։ Թե դեռ դուրս չեկի։ Ռոբերտ Դենիո, բանի ինչ անունը։ Լեոնարդո Դիկապրիոյի։ Չէ, դուրս չեկի։ Քանի օր է 4 օրից է, բայց ասում եմ շատ լավն է։ Չգիտեմ։ Հայ որ շատ են գովում։ Տրեյլերն է լավը։ Երկու օր առաջ կինոթատրոն նայեցի Տոդ Սամին, Ջորդան Փիլին գիտես։ Հա։ Ինքն է պրոդյուսերը, տենց էլի փախած ժանրի դուրս շատ եկավ, քանի կա նայեք տենց։ Գիտեմ նա։ Visual love experience էր էլի։ Վերջի ֆիլմը որ նայել եմ կինո, բանն է եղել։ Գլադիատորը։ Չէ, Ֆորմուլա 1-ը։ Օ։ Բրեդ Պիտի։ Ես երկու անգամ գնացի են D-box աթոռների վրա, որ շարժվում է։ Ես դե ֆորմուլայի մեծ ֆանատ եմ։ Լսի ֆիլմը Իսկ առաջին կինոն որն է նայել ես կինոթեատրում։ Երկրորդ մատրիցան։ Օ։ Իմը գլադիատորը։ Ես դաժե հիշում եմ բանը Երևանում էինք ահավոր ուզում եք նայեի դպրոցական այդ ժամանակ պապան եկավ տուն ասաց Տոմսերը չի առը։ Հա։ Գիտես ինչ տիպի։ Բայց առաջին նայել էիր դու։ Հա։ Ես այն ժամանակ արդեն 2002-ի։ Հա, մատրիցայի շատ մեծ ֆանատ եմ, փոքր տարիքից։ Ու ահավոր ներվես։ Ու գիտես չէ Վիլ Սմիթը պիտի խաղար։ Լուրջ։ Հա, Վիլ Սմիթը պիտի խաղար հրաժարվել է։ Ինչ լավ է ինքը չի խաղացել։ Գիտես որտեվ ինչի մեջ է խաղացել։ Արա Ստիվ თუ Կևին Կլայնի հետ մի հատ դեբիլ կինո կա, Ձիկի Զապոտի մասին, որ ռոբոտներով կրակում են իրար։ Դա այդտեղ է խաղացել, ասել եմ հասկանում, Սյուժան հրաժարվել է մատրիցայից։ Չէ, շատ լավ է որ Կիանո Ռիվսը խաղաց այդ կինոն, ես իրանից բացի ուրիշ ակտոր չեմ պատկերացնում։ Ըստ իրա գաղափարը լավ է, գիտես ինչ էին արել, իրանք շատ մասսայական էին արել, այսինքն նույնը կարելի էր անել ավելի նիշովի, չէ, այսինքն ավելի մտածող, ավելի dark, որ ավելի քիչ մարդներ։ Ըստ իրանք չէին մտածում, որ տենց հայտնի ալնելու։ Ըստ մտածում էին։ Չէ, եթե մտածեն Կիանո Ռիվսին այդքան մեծ տոկոս չէին տա։ Կինոյից տոկոս ունեցինք, քանարարի փող չեն ունեցել նորմալ։ Կիանո Ռիվսը մատրիցայի վրա, գիտես, մուլտիմիլիոնատեր է դառը։ Այն որ ես գիտեմ, որ իրանց փող ստուդիայից փող են վեկալի կինոյի համար, ռիսկի են գնացել, այդ փողով կռվի կտորն են նկարել, ասել են, այս sense ենք ուզում նկարենք, այդ սաղ փողին։ Դե բայց ռիսկի են գնացել։ Հա, բայց մեկը չէին սպասում, որ այդքան մեծ կլինի ու այդ տիպի, նու գիտես ինքը ինչ մեծ է, գիտես էլի մատրիցան է որ ռելիգիա նման կինո է։ Իսկ վերջին 4-րդ հավանեցի։ Հա։ Եսը։ Շատ։ Իրոք հա։ Շատ։ Ու սկիզբը առաջին 40 րոպե անասուն կայֆ եմ ստացել այդ կինոից։ Լրիվ ուրիշ ձև էին խորացել։ Հա, գուլատ էին անում։ Իրանք վրա գուլատ էին անում, իրանք ընդունում են որ գուլատ են, ոնց որ Ջոկեր 2-ը։ Հա։ Ջոկեր 2-ը չեմ նայ։ Ջոկեր 2-ն էլ շատ լավ, իմ համար շատ լավ, որտեվ ռեժիսորը ստուդիային դեմ գուլատ էր անում ինքը իր նկարած առաջինի վրա։
Բայց հստակ մարդկանց գնահատական։ մեծամասնությունը չորրորդը չէր հավանել, որովհետև Թե մարդիկ ուրիշ ուրիշ բան բան էին են սպասում, հա։ բայց մարդկանց սպասելիքները միշտ չի որ արդարանում է, ու այդ լավ է շատ։ Չէ, այդ լավ է շատ։ Այդ շատ լավ է, որտեղ տես բաներն են մնում պատմության մեջ, որտեղ այսքան ժամանակ ցույց է տվել, որ մարդկանց սպասելիքները նես չի, որ համահունչա, եթե արվեստի մասին է խոսքում կինոյի ռեժիսորի վիժնի հետ։ Ու դեմ գնալն է միշտ բրկում։ Ոնց որ Դյունան արեց Վիլնյովը, հա։ Օրացիոնը խզարեցին։ Վիլնյովի, Հա, հա, խզարելը։ թե երաժշտությունը, Այդ վիզուալը։ ես կինոթատրոնում, որ այդ կինոն նայեցի, բառից բուն իմաստով փշակ հավացի ու այդ կինոն պետք է կինոթատրոնում նայեիր։ Հա։ Փոքր էկրանին ոնց որ էլի լավ էր, տանը նայեցի էկրանի վրա, վերանայեցի, բայց այդ ինչ ֆանտաստիկ կինո էր, կինոթատրոնի համար նկարված։ Այդ ես պատկերացնում եմ, եթե IMAX-ով նայի, ինչ կայֆ կներ։ Մենք ռեժիսոր ունենք, որ ավտորսկի կինոներ էր մենակ նկարել ու շատ լավ էր նկարում, ինքը միջազգային լիքը մրցանակներ ունի ու մեր պրոյեկտներից մեկը դի նկարեր, չասեմ ով։ Ու չէր նայում вообще հոլիվուդյան կինոներ։ Ինչի՞։ Չէր նայում, չէր սիրում, չէր ընդունում, իր համար մեկը ամենալավն է, մեջը ֆեյքեր կար, հա։ Չես հասկանում իրա վիժնը։ Բայց ինչ արեցի, Տոմս վերցրեցի ու արդեն 2 անգամ կինոթատրոն նայել էի, բանը Դյունան երկրորդ մասը ու տենց գնացին կինո նայելու։ Օգնեց։ Դուր եկավ։ Հա, դուր եկավ։ Ու բացատրեց, շատ լավ բացատրեց Շալամեի ու Դիկապրիոյի տարբերությունը մնացած դերասաններից ու նմանություն լիքը դա շատ պրոֆեսիոնալ բացատրեց, ասում եմ ինքը խաղում է ոչ թե սաղի համար, Շալամեի մասին է խոսքում, նույն Դիկապրիոյի մասին է խոսքը, ասում է ինքը խաղում է մի հոգու համար, բայց այդ մի հոգու համար խաղալով ինքը լսում է, իրան լսում են սաղ։ Ասում ինքը չի ուզում, որ իրան սաղ հենց հիմա նայեն։ Ինքը խաղում է, իր դիմացի դերասանի համար մի հոգու համար է խաղում։ Մի հոգին որ հավատա, սաղ կհավատա։ Հա, այդ մի հոգին դեմին է որ հավատա ու թատրոնի ու կինոյի դերասանի տարբերությունը Հայաստանում շատ մեծ խնդիր է նա, որ մենք չունենք կինո ինստիտուտ։ Մեր մոտ թատրոնի ու կինոյի ինստիտուտը որտեղ թատրոնը սյոժը մեծամասնություն է կազմում։ Ու մենք միշտ անընդհատ մեծ խնդիրների մեջ ենք։ Այ որ ես ասում եմ օրգանիկան, հա։ Շատ դժվար աշխատել դերասանների հետ այդ առումով, շատ դժվար։ Երկար բացատրում ես։ Բայց աֆենտիկ խաղի համար այդ կերպարը ինչ որ մի ձև իր հետ չպետք է ասոցացվի։ Նու ինքը իրան հենց այդ կերպարի մեջ Մենք տենց ենք փրկվում։ Մենք օրինակ հիմա սատիրիկ կոմեդիա ենք նկարում, ինչ ռեժիսորը հենց ես եմ մեր Լյովի Բեգլերյան հետ։ Ու կոմեդիա նկարելը մեր համար շատ պատասխանատու է, որտեվ ամենադժվար ժանրն է, հա։ Ամենադժվար ու մահացած ժանրն է, ասենց ասեմ։ Որտեվ վերջին 5 տարում քանի կոմեդիա ես հիշում, երևի 4, կարամ մատերի վրա ասեմ, կարան նայեն։ We Are Millers, We Miller-ի, No Hard Feelings-ը, Jennifer Lawrence-ի։ Հա։ Մեկ է, մի հատ կար, երկու հատ կար, բայց այդ երկու հատը ստոպվին են, որ կոմեդիա էր ու աշխատել է։ Ու մենք հասկանում ենք, որ եթե դու չես ընդունում, եթե դու ասում ես, որ կոմեդիան խիպտի սենս չունի հայկական, սուստու ոնց պիտի լինի։ Հիմա տենց պատասխանատվություն է վերցրել, հենց ռեժիսոր ես ու Լյովն ենք գնում, որ ցույց տակ ոնց ուդարը մենք ուտենք, չէ, նու լավագույն դեպքում ցույց տանք, վատագույն դեպքում ուդարը մենք ուտենք ու հենց մենք նենց ենք անում, որ դերասաններին էին գրում այդ կերպարներում, որ իրանց հեշտ լինի խաղալ։ Ու մենք փորձում ենք տենց սկզբունքով աշխատում, մենք գաղտնիք են բացում, բայց նույն 11-ը մենք սոսի համար էինք գրում։ Գրում ենք, մենք գիտենք, որ սոսն ալնելու, մենք գիտենք սոսը ոնց է խոսում, մենք գրում ենք սոսի համար։ Բայց Հոլիվուդում այդ տենց չեն անում, օրինակ սկրիպտը գրելուց արդեն, կինոյի սկրիպտը գրելուց արդեն պատկերացնում են ով ալնելու։ Նայած, որտեվ հիմա փոխվել է շատ։ Հիմա նայ, շատ ավելացել է այս սթրիմինգներից հետո սցենարների կոմնատը, հա։ Script room արտահայտությունը։ Newsroom-ի նման, հա, տեսակ է։ Հա, ինքը եկել է տեղից, որ այսինքն մի քանի հոգի սցենարիստ աշխատում են պրոյեկտի վրա, ռեժիսորի հետ։ Օրինակ նայ, մենք պրոյեկտ ունենք, որ ռեժիսորի հետ ենք հստակ աշխատում, սցենարի հետ։ Մենք պրոյեկտ ունենք, որ սցենար գրում ենք, բրծնում ենք, հետո պատգրած մեր սցենարը ընտրում ենք ռեժիսորին։ Այսինքն շատ տարբեր է։ Մենք ունենք, որ օրինակ հիմա նույն խնդիր ունեցանք ու
շատ լավ էր որ արագ լուծում գտանք նույն Chili պրոյեկտի հետ կապված ունենց հարցին որ խնդիրը արագ լուծվի որտեվ մենք վերցրել էինք աշխատում ենք ռեժիսորի հետ որ եկել էր Մոսկվայի Պիցերից իր կրթությունը թույն մենք տվեցինք իրան պրոյեկտը իրան շատ սիրում ենք ինքը շատ լավ հասկանում է դրամատուրգիայից լավ հասկանում է սցենարից դաժե ռուսերեն սցենարը ինքնագրել մենք փոխել ենք հայերեն ենք դարձրել բան ենք արել բայց սյոմկեքի ժամանակ մենք հասկացանք որ մենք խնդիր ունենք Հայաստանի իրականությունը հասկանալու հետ այսինքն ինքը ներվում էր հայկական իրականությունը չհասկանալ location նկար ու մենք կոռեժիսոր խնդրեցինք մարդ իր գործը թողեց հանգիստը թողեց եկավ կպավ մեզ մեր Ալենը որ լուծենք իր մոտ առաջացած խնդիրը այսինքն հիմա մենք գիտենք Ալենը պատասխանատու է իր բանը վիզուալի համար ինքը դերասանների հետ ու աշխարհում այդ ընդունված է որ կան կոռեժիսորները Հայաստանում ինչ որ սախ ներվում են այդ գաղափարից որ կարա երկու ռեժիսոր ունեն բայց այս կոնցեպտը որ մենք հիմա փորձեցինք իմ դուրը շատ եկավ որտեղ ես հասկանում եմ որ մարդ աշխատում է դերասանների հետ այսինքն գործի ճիշտ բաժանումը հա հիմա ես ու Լյովն պետք է նկարենք մեր պրոյեկտը ու հուսամ լավ կստացվի այսինքն ասածս որն է որ կտրվա միտքս չեմ ինչ ցես կսա այդ բանից դժվար է Հայաստանում հա դժվար է Հայաստանում գրքի անունն է էլի դժվար է Հայաստանում դժվար է Հայաստանում հա բայց լավ գրքի անուն դե հա տենց է իրական տենց է ու առավել դժվար է այդ մարդկանց համար որ ինչ որ նոր բան են ստեղծում որը պետք է միջավայր փոխի որտեվ սա ասում են որ չի ստացվի բայց շատ բարձր է այդ նոր բան ստեղծելը այսինքն չէ նոր Հայաստանի իրականության համար հա թեկուզ Հայաստան նոր բան իրական որտես խորանից չկա էլ այս նենց եմ ամաչում նար մեկնիկ որ ասում են ապա դուք տարբերվում եք դուք լավ բան եք անում բայց դու հասկանում ես որ դու այնքան հեռու ես լավից որ դու ինչքան է լավ անում ես բայց մեկ կա քո պատկերացրած լավ է այնքան հեռու երևի դա օգնում է հա որ աստղայինը չի տանում ասում ես արա ես լավ բան եմ անում չէ շատ է օգնում հա դրա համար երևի շարունակում ես առաջ գնալ բայց փոխել այնքան շուտ է ասել որ փոխում է որտեվ չէ դու նայ այս ամեն ինչը օրինակ որ մի անգլերենով լներ օքեյ միլիոն հատ անգլերենով sense բան կա չէ բայց հայերենով շատ չկա ու հայերենով երբ որ դու ինչ-որ մի բան անում ես ու ասեցի որ մեծ սերունդ կա ահավոր շատ քանակությամբ մարդիկ կան Հայաստանում ոչ նորմալ անգլերեն գիտեն ոչ ռուսերեն այդ մարդիկ ինչ-որ մի բան պետք է նայեն ու լսեն իսկ քո երազանքը ո՞րն է օй աշխատանքային հա ուզում եմ անընդհատ լավանացնեմ այն ինչ որ ես անում եմ իրոք ուզում ուր հասնես չգիտեմ նա ես մի ինչ դու անգլերեն գիտես ու դու անգլերեն ված չգիտես հա գիտեմ անգլերեն ես կարող եմ ավելի լավ անգամ գրեմ քան հայերեն ու այդ բայց ես անգլերենով չեմ կարող հիմա նես բան տամ որը այն շուկայում կարա օգտակար լինի ինչ որ մի կետում կարող ես այդ վստահություն ունենամ որ կանանա ինչն է պակասում դրա համար լսեմ որտեվ այն ինչ որ ես նայում եմ անգլերենով ես դրանից մասնագիտական առումով աշխատանքային առումով դեռ հեռու եմ բայց ինչ ես անում մոտիկանում եմ անում ես չէ՞ մի բան իհարկե աշխատում եմ վրա ավելի շատ եմ փորձում գրեմ ավելի լավ եմ փորձում ոդկասթներ անեմ դες այսինքն դու արդեն 30+ ես դու աշխատում ես քո վրա դու սովորում ես դու ձգտում ես իհարկե այսինքն եթե սաղս ելնենք նարեկի պես սաղս գոնե եթե սաղս չէ եթե այդ մնացած մարդկանցից 5% առաջ գնա այս երկիրը կշահի դե գնում են մարդիկ կան որ գնում են շատերն են ասում չգիտեմ շատ են թե չէ բայց իմ շրջապատում հանրային դեպս ես շատ եմ տես մարդկանց տեսնում դե մեր շրջապատն ընկերս են որ ասած ասում մենք մեզ խափում ենք մենք մեզ փագել ենք մեր նման մարդկանց մեջ ու մենք ասում ենք արա ջան էս ինչ լավն է Հայաստանը էս ինչ կայֆ է էս ինչ լավ մարդ է ոնց է զարգացել դե լսե թեմա օրինակ բան ոդկասթը լի Արտոյի հետ ենք խոսում ասում դե օրինակ Ամերիկա գնամ ապրեմ ընդել ընդեի փուչիկի մեջ եմ ապրելու
Ամեն տեղը մեկը մենք մեր փուչիկը ստեղծում ենք կամ հայտնվում ենք ինչ-որ փուչիկում, որի մեջ ապրում ենք, որովհետև չկա ինչ-որ օբյեկտիվ իրականություն։ Կա, Չէ, կա որն է օբյեկտիվ Հայաստանի օբյեկտիվ իրականությունը, որն է։ Նա օրինակ, չգիտեմ, դուք սթրիմինգ սերվիս եք ստեղծել, փորձում եք տարբերվող կոնտենտ տաք։ Ստացվում է, կարելի ասել, հա, խի որտեվ գնալով հասկանում եք ինչ կարող ավելի լավ անեք, փոխում եք, ես եք անում, այն եք անում։ Ես չգիտեմ, մի հատ ընկեր եմ տնում, որ իր բիզնեսը փորձում լավ լինի։ Չգիտեմ, արտիստ եմ տնում կամ ոդկասթում խոսում եմ, որ փորձում եմ էլ ավելի լավ մատուցի իր երաժշտություն կլինի կամ ինչ կլինի։ Ես փորձում եմ իմ ոդկասթը ավելի, չգիտեմ, լավը սարքեմ իմ պատկերացմամբ։ Մեկի համար դա կարող լինի հակառակը։ Մենթոր դու ունես։ Չէ, բայց Ունեցել ես։ չէ ու կուզեմ իրական։ Ոչ մեկ չի ունեցել։ Այն մարդկանց մասին, որ դու հիմա մասին խոսում ես, ոչ մեկ չի ունեցել մենթոր։ Հայաստանի ամենամեծ խնդիրը իմ կարծիքով, այդտես ինչ որ ասում ես քեզ, որ ճիշտ ֆիդբեք, մենակ կլնգել ու մենթորություն չանել։ Մեզ առաջ տանող չկա։ Դե օրինակ ես այդ թեմա Վահագին մտածել եմ ու ես հասկանում եմ, որ ինձ տենց մարդ պակասում է, Ինչ է։ որ չգիտեմ, Սովորես։ մենտորություն կան, էլի։ Սովորը ամոթ չի սովորել։ Ես კი երազել մարդ ունենայում իսկ սովորեի։ Տենց մարդիկ կան իմ կյանքում, բայց իրանք YouTube-ում են կամ գրքերում են։ Ֆիզիկապես իմ կողքը Հա, այո, չես կարող գրես իրանց տանաս։ հա, գրքի մեջ կարող եմ ենթադրեմ ինքը ինչ կասի, էլի։ Իսկ ով է կարող քեզ մենթորություն, չէ, դասի, բայց փոքր ժամանակ եղել են, բայց մեկը չեն արել։ Չէ, դե օրինակ ես կարող եմ ասեմ, որ Իսկ դու մենթոր ես ինչ որ մարդու համար։ Մենք այդ թեմայով խոսացինք ու կոմենտներում լիքը մարդ գրեց, որ ես իրանց համար մենթոր եմ, on-line մենթոր օրինակ։ Դե on-line մենթոր։ Չէ, ֆիզիկապես չէ, որովհետև ես այդ պատասխանատվությունը դեռին վրա պատրաստ չեմ վերցնում։ Բայց մարդ եկել է քո մոտ ասի, ես անում եմ այս, խնդրում եմ։ Հա, եկել եմ։ Դու հրաժարվել ես։ Այո։ Հիմա չեն եկել։ Իսկ ես հրաժարվել։ Որովհետև ես հասկացա, որ այն մարդով ինչ սպասում է ինձնից, ես չեմ կարող իրան այդ տամ, էլի։ Բաղով կարա դու։ Չգիտեմ, մի հատ ավելի բանիմաց, ավելի պատրաստված մարդ։ Կա։ Դե կան, էլի, ոնց չկան, հաստատ կան։ Կարող իրանք էլ տես մտածեն։ Դե մտածում ես, որ այդպես մարդիկ տես են մտածում։ Օրինակ փոքր ժամանակ, ես շատ, արա փոքր ժամանակ չէ, հիմա ես մենթոր։ Փոքր ենք էլի։ Հա, փոքր ենք։ Հա, տղամարդիկ միշտ փոքր են։ Մենթոր եմ ուզում։ Արա շատ տղաներ մենթոր եմ ուզում։ Я ученик, нужен учитель, էլի։ Դա էդի լավ բան է։ Չէ, օրինակ, բանը այդ թեմայով առաջ անգամ ես սկսեցի մտածեմ, երբ որ Սփյուռքահայ մի քանի շատ հետաքրքիր հայեր ունեցա իմ մոտ հյուր ու իրանց պատմելուց խոսելուց ես հասկացա, որ իրանք Լիբանանում, չգիտեմ, Ֆրանսիայում, Ամերիկայում հայերի այդ ոնց որ Սփյուռքի այդ խմբի մեջից ունեցել են մարդիկ, որ իրանց մենտորություն են արել ու ոնց որ տվել են ինչ-որ մի բան։ Ու դա միանգամից դու մարդու մեջ տենում ես, որտեվ տենում ես, որ մի հատ դասատու, կոպիտ ասած, իր մեջ ինչ-որ մի բան դրել է։ Իսրայել համայնքը, իսրայելական երեական համայնքը կառուցվել է մենթորության վրա։ Դա շատ կարևոր է իրական։ Այդ ամենակարևորն է։ Օրինակ ու ամենակարևորը գիտես որն է, որ այդ mentorship-ը դու ընդունես։ Այսինքն դու այնքան աստղային տարած չլինի, որ դու հասկանաս, որ դու կարաս այս մարդուց ոչ թե քեզ մենթորություն են գոնե սովորես։ Չէ, դե նա օրինակ մենթորի գաղափարը մի քիչ ուրիշ է, օրինակ իմ կյանքում ես շատ մարդիկ ունեմ հենց հիմա կողքս, որոնցից ես լիքը բան սովորում եմ։ Երջանիկ ես։ Բայց մենտոր ոնց որ հենց այդ ֆորմալ պաշտոնով մարդ չունեմ։ Դա չէ։ Ինչ կարելի է մի հատ տենց կինո նկարել, սերիալ նկարել էլի։ Մենտոր։ Հա, այսինքն
Այդ ֆորմատն էլ է, այդ բանն էլ է լավ աշխատում, այսինքն ինքը 5 դասախոս 18 տարեկան երեխա, բայց ինքը բանը տենց կորած գենի լինի, էլի։ Հա, Իրան գտնի ու parzi ով է, բայց ինքը աչելնի կլինի միտեղ։ Նայ, կան ֆորմաներ, որ միշտ աշխատել են։ Միշտ։ Այդ Pornhub-ն է կատակյան։ մեր վերջի հարցը տամ։ Վերջի ունի հեսա որտում Տրադիցիոն, հա։ podcast։ Քեզ ինչն է ոգեշնչում։ Ժամանակի սխությունը առաջ տանում է այդ, որ հասկանաս, որ ժամանակը սահմանափակ չի։